Հայրը Արմավիրի Մարս, ապագա համայնք, իսկ գործող անձինք, Արմնյուս և Համեկ Պլյուս հեռուստաընկերությունների համատեղ հեռուստանախագծի մասնակիցներ, այո և ոչ թե վերեներկայացնող մասնակիցներն են, որոնք որ բանավիճում են այս նախագծի շուրջ, սա սահմանադրության նոր նախագիծն է, նոր սահմանադրության, որին կքվեարկենք դեկտեմբերի 6-ի հանրաքվեի ընթացքում։ Մեր վերջին օրերի բանավեճերը բավական լարված են ստացվում, լարված են նաև այստեղ ժամ առաջ ապագա համայնքի հրապարակում տեղի ունեցած բանավեճ հանդիպում քննարկումը։ Շարունակում ենք արդեն այսպես դահլիճային պայմաններում նաև այստեղ ապագա համայնքում, սա նաև օրվա ամփոփում կարելի այսպես համարել, ինչպես երեք, վստահ եմ օրը շատ արագ ամփոփենք և կանցնենք հարցերի։ Այսպես ժողովակարգ ռեգլամենտը բավական խիստ եմ սահմանում, հարցերին կպատասխանենք 4-ական րոպեի ընթացքում, արձագանք ռեպլիկի հնարավորություն կտամ 3-ական րոպեով։ Այսպես շարունակ իհարկե հնարավորություն կտանք հարցեր ուղղելու ապագայի բնակիչներին։ Սկսենք այս քննարկումը, այս հանդիպումը, սկսենք հարցեր կան։ Որպես այդպեսին, ինչպես տեսնում ենք, հարցեր չկան եւ սկսենք 5-ական կան։ Ավելի լավ, դա հիանալի է, մեր մասնակիցները հենց ուզում են հարցերին պատասխանել։ Ես Տիկին Աջեմյանն հետաքրքիր է, ինչ փոփոխություններ կան նոր սահմանադրության մեջ այլընտրանքային ծառայության վերաբերյալ։ Այլընտրանքային ծառայության վերաբերյալ ճիշտ ասած մենք նաև օրենքում ենք փոփոխություն իրականացրել։ Այստեղ կրոնական դավանանքի հետ կապված այլընտրանքային ծառայությունը նախատեսում է որոշակի այսպես ասեմ արտոնություններ, դա գալիս է այն բանից, որ մենք փաստորեն այլընտրանքային ծառայությունը եվրոպական չափանիշներին համապատասխանեցնում ենք, այսինքն ուզում ենք այնպես անել, որ մեզ մոտել կրոնական դավանանքից ելնելով կարողանան մարդիկ իրականացրել իրենց ծառայության իրավունքը, ազատությունները, բայց ես պիտի ասեմ, որ գիտեք, ձեզ մոտ էլ շատ անհանգստություններ հնչեցին, տղամարդիկ էլ ասում էին դրա մասին, փորձը ցույց է տվել, որ այդ ծառայությամբ շատ մարդիկ չէ, որ իրականացնում են իրենց ծառայությունը, այսինքն ընդամենը 1-2 տարվա կտրվածքով 10-ից 15 հոգի են, ովքեր ծառայության փոխարեն համապատասխան աշխատանք են իրականացնում և դրանով կարողանում ենք մենք ապահովել նրանց իրավունքները, ազատությունները։ Այսինքն այն անհանգստությունները, որոնք կապված են ազգային անվտանգության հետ, վտանգների հետ, մեր պաշտպանության հետ կապված, դրանք կարելի է համարել արդարացված չեն, որովհետև իրականում նաև այդ օրենքը, որը մենք ընդունեցինք այլընտրանքային ծառայության ազգային ժողովի կողմից, դա էլ մեզ մեղադրեցին, ասացին, որ դա կարող է խաթարել մեր պաշտպանությունը, բայց ես համարում եմ, որ իրականում մենք պարզապես ժողովրդավարության չափանիշներին համապատասխանեցնում ենք մեր օրենսդրությունը և այդ առումով կարծում եմ, որ վտանգներ չեն։ Այլընտրանքային ծառայության որ հոդվածն է սահմանադրությունում կա։ Շարունակեն ժամանակ վերանեք։ Որ հոդվածի մասնա խոսքը, մետ ասեք նայեք։ Չէ, ընդհանրապես հոդված կա այդպեսի ասեք։ Սահմանադրության տանք թևին շարունակեն պարոն Սաղաթելը։ Պարոն Արշակյան։ Իսկ դու ես կարող եմ պատասխանել ժամանակնուց հետո։ Վերջացնելուց հետո։ Ո՞րն մնայինք էլի որ հոդվածն է։ Առանցքային միտքը, որ ընդհանրապես դրված է այլընտրանքային ծառայության հիմքում, այն է, որ դրա այլընտրանքը այդ մարդկանց դատելն է, ինչը եւ մինչ այլընտրանքային ծառայության ինստիտուտի ներդնելը տեղի է ունեցել, այսինքն եթե մարդիկ շուտ իրենց կրոնական դավանանքից ելնելով հրաժարվում են զենք բռնել եւ դրանով կատարել իրենց պարտքը, այլընտրանք կամ դատապարտել այդ մարդկանց չի եղել, այսինքն սոցիալական պիտանելիության, օգտակարության, ողջամտության տեսանկյունից դա այնքան էլ հեշտ բան չէ այդ սոցիալ
սոցիալական այդ այլընտրանքային ծառայությունը իրենից տևողությամբ ավելի երկար, մինչև 5 տարի եւ բավականին ծանր աշխատանք է, որին որ շատ հաճախ քաղաքացիական անձինք նույնիսկ չեն համաձայնում աշխատել։ Խոսքս ենթադրենք բուժական հաստատությունների, ծերանոցների եւ այլ բնույթի աշխատանքներ են, որոնք որ ծանր աշխատանքներ են։ Այսինքն սրանով է պայմանավորված, որ ընդհանուր առմամբ այդ ինստիտուտը մեր երկրում կա, բայց այդպես ինչպես որ նշվեց, մեծ այդպես բան չի վայելում նա եւ գիտեք, ես դժվարանամ հիշեմ, բայց ես կարծում եմ 2000 թվականների սկզբից, որովհետեւ առաջին անգամ ես հիշում եմ, որ մենք խնդիրներ ունեցել ենք տարբեր կրոնական կառույցների անդամների չծառայելու հետ 90-ականների վերջից, ես արդեն զինված ուժերում էի զինուժում, արդեն 97-8-9 թվերն են, որ առաջին անգամ ի հայտ եկավ այդ երևույթը։ Բայց օրենքը ավելի ուշ է ընդունել։ Օրենքը ավելի ուշ է այլընտրանքային ծառայության մասին նաև բյուջեով գումարներ են գանձվում իրենցից։ Ես կոնկրետ գումարի չափը չեմ հիշում։ Ներկայացնում իրենից հետագայում, ասենք, ծառայությունից խուսափելու։ Չի ներկայացնում, որովհետև համատարած երևույթ չի, նախ պետք է բացահայտել, փաստաթղթեր ներկայացնել, այսինքն այդպես չի, որ եկան ասեցին ու ականալը հեշտ գործընթաց չի, նաև ավելի շատ կապված է կրոնական դավանանքի հետ եւ համատարած երևույթ չի, մի քանի ընդամենը դեպք է եղել միջև այսօր։ Ես փոքրիկ ավելացում անեմ, որ դա հիմնականում մարդու հիմնարար ազատությունների մասին գլխի 41-րդ հոդվածի 3-րդ մասն է հիմնականում հանդիսանում, որտեղ տալիս է, որ կրոնական դավանանքի կամ համոզությունների հետ հակասում են զինվորական ծառայությունների օրենքով սահմանվում է, օրենքով մենք հասարմանել ենք շատ խիստ միջոցներ եւ այնպես չի, որ մարդուն շատ ավելի թե պատվապեր, թե ասենք ինքի նյութական կրածով, թե կամ ժամանակային առումով ինքը ընտրի։ Պատկերացրեք, որ այս ժամանակահատվածում զորակոչի եկեք թվականակը չասենք, դա մոտավորապես, կարող ենք ասել, իրավունք չունեմ, չի ասելու։ Մի քանի տասնյակ հազարի հասնող զորակոչից ընդհանրապես այս վերջի տարիների ընթացքում ընդամենը 13-14 հոգի։ Եվ դրանք, ասենք, հոգեբուժարաններում, այն ամենաստորացուցիչ աշխատանքներում այնպես չի, որ ասենք մարդուն ասում ես, թե դու կարաս բանակ չգնաս, քեզի չվանես, ասում են գնացեք սուքարան մաքրեք, գնացեք հոգեկան հիվանդների իմանարեք, գումար վճարեք եւ ավելի երկարատև, խիստ չափանիշներ է դրված, որ խուսափման հնարավորությունը դարձրված է շատ, այսպես ասած, սահմանափակ։ Իսկ հոդվածը 41-րդ հոդվածն է հիմնարար ազատությունների մեջի նախավերջի պարբերությունը, թե միշողությունը չի դավաճանում կամ էլ աշկերտին չի խափում։ Ոչ թևն է արձագանքում հարցին։ Ես լավ չեմ հասկանում հարցը։ Տեկին այլընտրանքային ծառայության մասին, ընդհանրապես ծառայության մասին սահմանադրում հոդված չկա։ 41-րդ հոդվածը մտքի ու խղճի մասին է, կրոնի հետ կապված։ Եվ դեռ հիշատակվում է նաև ծառայության պարագայում։ Մեր գործընկերները ձեզ պատասխանեցին, բայց նրանց պատասխանեցին, որ կարծես մի 5 հատ հոդված կա, իրանք էլ պատասխանում են, չկա տենց հոդված։ Դա սահմանադրական օրենք մի րոպե։ Մենք սահմանությունից ենք խոսում։ Ինչ վերաբերում օրենքի, որ ընդունել ազգային ժողովը, սա ուրիշ հարց է։ Սահմանադրական հարց չէ։ Օրենքը առանց սահմանության փոխել կարելի է ընդունել, բարելավել, փոխել եւ այլն։ Մենք մասնավորապես կարծում ենք, որ այս գործող կարգավորումը անընդունելի է։ Մենք կարծում ենք, որ զինվորը պետք է ստանա նորմալ աշխատավարձ, պարտադիր ծառայությամբ, բայց նորմալ աշխատավարձ։ Այդ դեպքում ինքնին լուծվում է նաև այլընտրանքայինը, եթե մարդը ուզում է ունենալ այլընտրանքային ծառայություն եւ ուզում է չառնչվել ռազմական գործողությունների հետ, ապա այդ դեպքում պետք է ավելի երկար ծառայի մեր համոզմամբ, երկար ծառայի, որովհետեւ նրա մոտ ռիսկերն ավելի պակաս են եւ գուցե նաև չվճարվի այդ ծառայության համար։ Բայց սա ես կրկնում եմ, օրենքի խնդիր է եւ գործող սահմանադրությամբ, որ առաջարկվում է, կապ չունի եւ դժբախտաբար գործող ծառայությունում հայրենիքի պաշտպանելու իրավունքը առանձին հոդվածով ֆիքսված չէ։ Հայրենիքի պաշտպանությունը պարտականություն է, պարոն Բաբայանը։ Իրավունք չէ։ Եթե ժամանակ ունենք, ես շարունակեմ։ Ես եթե թույլ կտամ մի վարքյան 41-րդ հոդվածի 3-րդ կետ յուրաքանչյուր քաղաքացի, որը կրոնական դավանանքի կամ համոզմունքների հակասում է զինվորական ծառայությանը, ունի օրենքով սահմանված կարգով
Այն այլընտրանքային ծառայություն փոխարինել իրավունք։ Այս համանդրական նորմ չի։ Ես կարող եմ լավ չեմ կարդում, դուք 41-րդ հոդվածի 3-րդ կետը բացեք, դուք կարդացեք։ Դրանից սկսեմ բացատրի, որ չի հասկացել։ Շատ հստակ բացատրի, որ հասկանում։ Շատ հստակ բացատրի։ Պարոն Աշակյան 41-րդ հոդվածը մարդու իրավունքների մտքի խղճի կրոնի ազատություն։ Սա կրոնական ազատությունների մասն է, կրոնական նկատառումները մարդիկ կարող են որոշ ծառայություններից հրաժարվել։ Շատ լավ օրենք է։ Լավ է, որ այդպիսի հնարավորություն տալիս է, շատ լավ բան է, բայց սա զինվորական ծառայության մասին չի։ Մենք մեր հայրենիքը Հայաստանի Հանրապետությունում անպայման սահմանադրության մեջ պետք է ֆիքսվեր մի քանի բան զինվորական ծառայության մասին, որովհետև մեր երկիրը զինվորական երկիր է։ Ուրեմն անպայման պետք է ֆիքսվեր, որ հայրենիքին ծառայող մարդը արտոնություն ունի։ Պատվավոր գործ է, դա պետք է Այո։ Հա, մենք ծառայել ենք։ Ուրեմն խնդիրն այն է, որ պետք է անպայման ֆիքսվի, որ զինվորական ծառայությունը, քանի որ կապված է ռիսկի հետ։ Ռիսկը ոչ միայն նրանից է, որ դա վտանգավոր է հենց ադրենալինով հագեցած տղամարդկանց միջավայր է զինված, այլ ուղղակի խրամատներում է անցկացվում մարդիկ ծառայությունը։ Ուրեմն դա պետք է առաջին հերթին պետք է լիներ զինվորական ծառայության պատվավոր լինելու եւ առավելության մասին, դա ոչ միայն պարտականություն է, այլ պատիվ է, որովհետև շատ երկրներում զինվորական ծառայության որոշ էթնոսների, որոշ կարգի մարդկանց թույլ չեն տալի, զրկում են այդ պատվից, որը մենք այդ պատվից չենք զրկում մեր քաղաքական, ով ուզում է հայրենիքին ծառայել, պետք է ծառայի, բայց մի բան կա, երբ որ մարդը գնում է 2 տարի իր ծառայությանը, նա հետ է մնում չծառայողներից, նրանք հասցնում են կարիերա անել, կրթություն են ստանում, աշխատանքում հաջողության են հասնում որոշակի նյութական բան են կուտակում, այսինքն մարդը գնում է հայրենիքին ծառայում է եւ զրկվում է զրկանքները ենթարկվում ոչ միայն ծառայության պատճառով, այլ նաեւ քաղաքացիական կյանքից հեռանալու պատճառով։ Նույնիսկ սովետական միությունում արտոնություն էր տրվում զինվորների հարազատներին, օրինակ գյուղացիներին։ Հիմա բացակայում է, դա վատ է։ Դա վատ է, որ սահմանադրության մեջ չի ֆիքսվում, որ զինվորը պարտադիր զինվորական ծառայության զորակոչված զինվորը պետք է առանձնանա իր օրինակ կրթության, աշխատանքի, կարիերայի առումով, օրինակ պետք է ֆիքսվեր բոլոր պաշտոնյաները, եթե հաշմանդամի հատուկ թուղթ չունեն, դա պետք է լինի քվոտայով, ուրեմն պետք է անպայման զինվորական ծառայություն անցած լինեն, այլապես նա չի կարող պետական ծառայության անցնել, եթե նա հաշմանդամ է, այդ քվոտա պետք է տանք 10, 20, 50%-ը հաշմանդամների կույր, չգիտեմ ինչ եւ այլն, նրանք իրավունք ունեն, նրանց համար քվոտա են հաստատում, ասում են կարաս ծառայել, դու չէիր կարող պետական պաշտոն զբաղեցնել, չես կարող, քանի որ չես ծառայել, բայց եթե առողջ տղամարդ է, նա պետք է անպայման զինվորական ծառայության մասին անպայման պետք է ծառայած լինի։ Մեր մոտ քանի որ պետական ծառայողների մեծ մասը այսօր զինվորական ծառայությունից որևէ ձևով խուսափել է, դրանք դառնում են նաև հրամանատարների շտաբի պետեր, պաշտոնի, զինվորական ծառայություն չեն անցել։ Այս սահմանադրությունը հարմարեցված է մեր զինակոչից խուսափածներին, չեն գրել, որ իրանք հանգարց իրանք չասեն, բա դու որ չես ծառայել, ո՞նց ես նախարար դարձել։ Այդ մեկ։ Երկրորդ մասը, այս խնդիրը ունի նաև երկրորդ մաս, մարդասիրական մաս, ուրեմն սա Եվրոպայի հետ մենք չենք համերաշխում։ Հա, մի րոպեում կասնեմ։ Մենք չենք համերաշխում, որը դուք խոսացիք։ Այդ աղմուկը ոնց որ ձեր կուսակցական ժողովը լինի։ Ձեր կուսակցությունները դուք իրար ինչ ուզում եք արեք, մենք հասարակության հետ ենք հանդիպում։ Ժամանակ ավելացրեք ինձ խանգարում են։ Ժողով, ես ձեզ ասում եմ կարևոր բան։ Մենք չենք համերաշխում Եվրոպայի հետ։ Մենք ընդհանրապես հետ չի մեզ որևէ մեկի հետ համերաշխել։ Մենք նրանց փորձն ենք վերցնում։ Նրանք ի տարբերություն ասիական պատերազմների, նրանք անընդհատ արձանագրել են կորուստները, պատճառները կորուստների, անընդհատ արձանագրել են։ Նույնիսկ ինտելեկտուալ մասը 13 տարեկան տղաներից սկսած նա գրանցում են, թե ինչ ընդունակություն ունի տղա երեխան, որ դա նավաստի կդառնա, օդաչու կդառնա եւ այլն։ Պատրաստում են։ Նրանց մոտ արձանագրել են, որ տղամարդկանց 15%-ը պատերազմի պիտանի չի, դրանք պանիկոր են։ Դրանք սարսափում են զենքից, նրանց բանակ տանել նշանակում է ընկերներին զոհաբերել, որովհետև իրենք անհետ կրակում են անտեղի, կրակում են կամ իրանց ընկերներին են խփում վախից։ Դրա համար ժամկետ ավելացրեք, որտեղ խանգարել են ինձ։ Դրա համար մենք հաշվի առնելով Եվրոպայի փորձը, մեր մոտ էլ մարդիկ ովքեր կամավոր գալի ասում են, մենք վախկոտ ենք։
Քրիստոնեությունը ամենառազմական պետությունն է, մահմեդականությունը, քրիստոնյաները, խաչակիրները ամենառազմական Քրիստոնյա պետությունները կռվող պետություններ են, մահմեդականները կռվող են, ո՞նց է մեկն ասում է ես իմ կրոնը ինձ արգելում է, ով որ գալիս է կամ որ ասում է ես վախկոտ եմ, նրանք ասում են դու չկռվես, բայց չի կարելի նրան նվաստացնել, ուղարկել Զուքարան Մակրոն, նախ Զուքարան Մակրոն նվաստացող չի, մարդիկան հավաքարար են, ուրեմն պետք չի մարդին նվաստացնել, դրա համար ծառայողին հարկավոր է հավելյալ վճար տալ, համապատասխան աշխատանք են տալիս, ուրեմն համապատասխան աշխատանք նշանակում է զինվորականին հարկավոր է շատ վճարել ռիսկի համար։ Իսկ ով որ չի գնում զինվորական ծառայության, նրանք քիչ վճարել։ Դու վախոտս գնաց։ Նրանք քիչ վճարել։ Ասենք ես գնացել եմ պոստի բերան, 2 տարի մնացել եմ, ընկերս էլ աշկից դեմը մեռել է։ Իրան էլ ասել լավ վախկոտ ես, դու բան մի արա, լավ դու վախկոտ ես, էլ գնա կոտում։ Այդ եղավ չի։ Պարտադիր աշխատանք է անցնում, բայց չի վճարվում, նենց ոնց որ զինվորականն է վճարվում։ Ձեր խոսքը ավարտեմ։ Այսօրվա կարգով այն մարդը չի ուզում ծառայի, չի ծառայում կամ այլ ընտրանքով է ծառայում։ Այս մարդն ասում է, որ գոնե այս համակարգը փոխենք։ Այն մարդը որ ծառայում է, քո ընկերոջդ միասին որ դու post ես կանել, գոնե այս մարդու միջին աշխատավարձ չափով աշխատավարձ դու խիճ ես տալիս։ Այս ասում ընդամենը։ Հիմա այսօրվա համակարգն լավ թե այս մարդը ասացնա լավ։ Ոչ այսօրվա ոչ մարդի։ Բացատրեք։ Մի վարքան, կարող է։ Արա հարցը տվե պատասխանեմ, հարցը տվե պատասխանեմ։ Պետությունը նոր էր ոտի կանգնում 92-93 թվին, առաջի անգամ ստեղծվում էր բանակ, հարցը տվել պատասխանենք, թող պատասխանենք։ Առաջի անգամ ստեղծվում էր բանակ, եւ այդ բանակում արդեն 95-96-ին նախատեսվում էր կոնցեպտը կար, որ շուտով անցնելու ենք վճարովի բանակի։ Չի կարելի ասել նախ, եթե ես չեմ տվել, դա քեզ չի արդարացնում, որ դու այսօր չես տալիս։ Բոլորովին։ Իսկ երբ որ ես վարչապետ էի, պետությունը 3 տարեկան էր Փարքասը պատերազմը հաղթեց, սկսեց աճել, առաջացավ այդ կոնցեպտը, հաստատվեց կառավարության կողմից եւ այդ ժամանակ ես դուրս եկա աշխատանքից։ Պետք չի կողքից ասել, նախ ոչ մարդկանց մոտ տիկս նինադը, պետք չի դույով խոսել եւ պետք չի ասել վարչապետերին խիչեր տալիս։ Մեր ասած տարբերությունը հարցի բնույթի, հարցի ամփոփում եմ, որ համանadու ես ամփոփում եմ։ Իմ խոսքը լավ կլինի մենք ամփոփենք ու դուք շարունակեք։ Ամփոփեմ։ Ես կարծում եմ, որ բավարարված է։ Ես ուղղակի նշում անեմ մեկ, որ ինչ վերաբերում է որ զինծառայության կամ երկրի պաշտպանության մասին դերույթ չկա, ուրեմն հոդված 14-ի 3-րդ կետը, որ յուրաքանչյուր քաղաքացի պարտավոր է ուշադրություն օրենքով սահմանված կարգով մասնակցել Հայաստանի Հանրապետության պաշտպանությանը, հենց դրա մասին է։ Ինչու է գրված օրենքով սահմանված կարգով, որովհետև ինչի գրված չի միայն տղամարդիկ, որովհետև կան զինապարտ կանայք, ելնելով իրենց մասնագիտությունից, կան այդպիսիք, կան քաղաքացիական անձինք, որոնք որ նույնպես զինապարտ են, եւ այո, այդ ամենը կարգավորում է օրենքը, բայց այդ դրույթը հոդված 14-ի 3-րդ կետով նշված է, դա մեկ։ Երկրորդը, ես ձեզ այդ լիովին համաձայն եմ առայն, որ մարդուն, որի մասին որ այսքան երկար պատմեցին, վախկոտա, չի ուզում, սարսափում է, կրոնական պատճառներով չի ուզում, ավելի լավ է այդ մարդուն ուղարկենք 5 տարով թող ինքը զորքից, զենքից հեռու մնա իր գործանի, քանի մանանք մենք մի ավել շտիկ ունենք պոստում, որը հարկ եղած դեպքով մեզ օգուտ չի եւ միգուցե նաեւ վնաս է։ Տրամաբուդությունը դա է։ Քանի զինծառայողում ենք զինվոր։ Մոտավոր։ Ունենք ասենք 10000 կամ 20000։ Շատ ունենք։ Արեք դե լավ, ասենք բոլորս է վախկոտենք, բոլորս գանք լիարժեք աշխատավորցով այստեղ աշխատենք 5 տարի։ Բա մեր սահմանով է։ Ճիշտ ես ասում, բայց խոսքը ես էլ կարամ ասեմ վախկոտեմ, ես մարդը նույն հաջողությամբ փուփնեկա մեզի ուտի է Սամիցյանից նույն տրամաբանության, մենք զարգացող երկիր ենք, մենք զարգացած երկիր չենք։ Մենք 1000 ձևի պատերազմ ենք արել, մի դար չի անցել։ Ուրեմն պատերազմները, որոնք որ մենք կրել ենք, բոլորը պրոբլեմ ունենք։ Անկախ դրանից, թե ինչ կշեշտեն պաշտոնատար անձինք, կրել ենք բացառապես մեր ազգային միասնության, մեր կամքի եւ մեր մարդիկ լինելու հաշվին։ Ոչ կառավարության, այո, եւ ձեր ասածը բնորոշ չի մենտալիտետով մեր ժողովրդի։ Մենք այդպիսին է երբեք չենք դառնա, որ 10000 հոգով կայնենք, ասենք մենք չունենք ծառայելու, մենք ավելի լավ գնանք ծերանոցում աշխատենք։ Մենք չենք բացառում, որ այդպիսի մարդիկ չեմ ասի, ես իմաստը ընդհանուր հայտարարն եմ։ Ընդհանուր հայտարարը հետեւյալն է, որ այդ մարդիկ մինչ դա գնում դատվում էին,
Այսինքն դրա այլընտրանքը տանել մարդկանց բերդ։ Հետո Լավ է դա։ դա Հա։ Իմ էլ Բերտի վրա ծախսել։ Էդ եմ ասում, ապրես։ Այդ հավատացյալի անունի տակ թռնի Եվրոպաներ, ասի վсё ախպերես։ Ապրես, ինձ հետապնդում են, այսինքն ի տարբերություն տանել դատելուն, եթե ինքը սոցիալապես պիտանի աշխատանքի վիճակի է կատարելու, թող կատարի, բայց որ դա կունենա համատարած բնույթ եւ մենք ամբողջ ազգով կռվող ազգից վերանալու ենք ու դառնանք ենթադրենք բաներում աշխատող սոցիալական աշխատանքում աշխատողներ, անձամբ ես չեմ հավատում, որ մենք երբևիցե նմանը կլինենք, որ մեր մեջից այն քրիտիկական Չենք դա նմանը լինի։ ինչ չենք անում, Ես նմանը չեմ էլ լինի։ ապրես։ Թույլ էլ չեմ Քանիսին տա, որ ես դա տես պոստում ճանաչում։ կայնեմ, ինչ որ մեկն էլ իմ հաշվին, Բերտում ես խեղճուկրակ բյուջեից հելած այդ մի կտոր հացը ուտի։ Ապրես, վերջ։ Պատասխանեցինք այդ հարցին։ Կարծում եմ կարող կանցնենք շուրջ հարցին։ Այդ ես եմ ասում։ Ճիշտ ասած, ձեր դիալոգը ես չեմ հասկանում։ Խնդիրն այս է, համացան մակարդակով պետք է ֆիքսել մարդու ծառայելու իրավունքը։ Շատ ներողություն ընդհատեմ ձեր խոսքը։ Այստեղ ասենք բոլորս, բացի ձեզանից, ես իրավունք ունեմ չիմանալու սահմանադրության բոլոր կետերը։ Ես ասենք իմ հարցը դնում եմ ու շփվում եմ ձեզ հետ որպես քաղաքացի։ Ասենք ես կարամ դա իմանամ իմացածի չափով, կարամ ընդհանրապես չիմանամ։ Ես խոսում եմ, ասենք իմ հասկացողության չափով, իմ մարդկային խղճի չափով, որ ես ասենք գնացել եմ, խոսքը բացվեց, ասենք կոնկրետ ծառայության մասին, դրա համար եմ կոպիտ ասած այս բանավեճի մեջ մտել։ Ես այդ ծառայության մասին, եթե ես գնացի ծառայել եմ, ես այդ վախենալու ձևն էլ գիտեի, մյուսի ձևն էլ գիտեի, բայց ես չեմ կարող ասենք այդ ամեն ինչ, որովհետև ես ունեմ ծնող, ունեմ հայրենիք, այսօր գիտեք ինչ կա, շատ ներողություն, եթե այսօր այդ տղեկը չլինեն, մենք այսօր կարող այստեղ ոչ թե կարող հաստատ մենք այստեղ ոչ նստած կլինենք, կարող է այս սիրուն սեղանի ու սաթոռի փոխարեն էլ ասենք լրիվ ուրիշ բան լիներ։ Հասկանում եք ինչ եմ ասում։ Դա սխալ է, էլի։ Դա մեր, չգիտեմ, մեր ազգի մենտալիտետի Հիմա ինչն է սխալ, ինչն է ճիշտ, ինչ եք ասում, ես չեմ կարող հասկանամ ինչ եք ասում դուք։ Մենք հիմա ինչ որ ասեցինք, ես ներողություն մեր հերթն է խոսելու։ Հիմա ձեր հարցին պատասխանում չեմ, մեր հերթն էր ոնց որ թե։ Ես ասում եմ, որ բացի նրանից, որ բոլորը պարտավոր են ծառայելուց, ծառայողները պետք է հավելյալ վճար ստանան ծառայության համար, որտեղ դա ռիսկ է։ Ես կարծում եմ, որ սահմանադրության մեջ այդ պատիվը պետք է ֆիքսի։ Իսկ ով որ խուսափում է որևէ ձևով ծառայելուց, նա պետք է ուրեմն չստանա այն արտոնությունները, որ ստանում է ծառայություն։ Եվ դրա հետ կապված ասում ենք, որ սահմանադրությունում հայրենիքի պաշտպանի մասին, որպես իրավունք, ոչ թե սկզբից պարտավորությունների մասին քաղաքացիություն, պետք է մի լավ հոդված գրել։ Այդ մասին էլ զգուշացրել ենք, սա ենք ասում ընդամենը։ Իրանք ասում են, որ օրենքով sense բաներ կա։ Մենք հիմա օրենքը ես ներողություն, դուք խոսում եք, լռում ենք, ախր չի լինի։ Հղում եք, պարոն Բագրատյան, իրենք ասում են, իրենք դա չեն ասում, ինչ որ դուք բնտ։ Ես խոսում եմ, ես մարդը խոսում է, դու մա պետք է լռես թե չէ, գնանք, մնանք, ինչ անենք։ Եթե դուք սխալ հղում եք կատարում իմ խոսքերի վրա, ես պարտավոր եմ միջամտեմ։ Դու սխալը դու ես հազարանկամ, ու հիմա դեմագոգիա ես զբաղված։ Պարոն Բագրատյան, 3 րոպե առաջ։ Իրա նպատակը մեզ հավասար։ Այմեր թող ինչ էի ասում, դե ասա ինչ եմ ասում, ես ոչ չեմ խոսքս ասել։ Սա ինչ բան է։ Պարլամենտից էլ Սա դիտման բարվում է, որ մենք չխոսենք։ Հասկանում եք, դիտման։ Իրանք կռիվ են անելու անտակ։ Իրանց նպատակը դա է, որպես մենք չասենք։ Այո, հիմա խնդիրն ինչ է։ Մենք ասում ենք ծառայելու իրավունքը պատիվ է։ Մի հատ կետ պիտի լիներ այդ մասին։ Սալդատը որ գնաց ծառայեց 2 տարի կյանքից գնաց որևէ առավելություն պիտի ստանա ոնց որ Իսրայելի բանակի զինվորը Իսրայելում կամ գնում ես բանակ ես ծառայում որոշակի ժամկետ կամ գնում ես կիբուցում աշխատում ես կամ գնում ես սահմանամերձ գոտի ես աշխատում 10 տարի հասկանում եք սահմանի գլխին որ տարվա մեջ 10%-ը պաշտպանում ես մյուս 10%-ը էլ սահմանամերձ հողն ես մշակում մենք ասում ենք որ այս խնդիրները իրոք պահանջում են սահմանադրական լուծումներ ու դրանք չկան սա է ասվածը շնորհակալություն ասում եք հաջորդ հարցի Ես ուզում եմ մեկնաբանություններ կատարել որոշակի առումով որպես պատգամավոր իրանք առավելություն ունեն էլի 50 ռուբլի ավել են ստանում որպես պատգամավոր չէ մենք պատգամավոր որպես չէ գիտեք ինչ կա Դե բա հավասար խոսում ենք էլի մեկնաբանություն հավասար խոսում ենք 5 րոպե դուք խոսեք 5 րոպե մենք 5 րոպե չէ դուք մոտարապես խոսում եք ես ներկայացնում եմ ես շատ ուշադիր լսում եի առավելություն մի վերցեք սիրելի 5 րոպե ձեզ 5 րոպե մեզ սիրելի սիրելի արինակիչ գավազար խոսելու է մոդերատորին ասեք հնարավորություն կունենա բայց մենք ուզում ենք կանոնակարգով գնանք անընդհատ վիճելու ենք անընդհատ
Հո մենք չենք եկել Ես կսպասեմ ինքը թող սակարկելու, մարդիկ հարցում են, կտանք պատասխանենք, հերթով պատասխանենք, անդադ խոսում եք, անդադ աղմկում եք։ Սիրելի հայրենակիցներ, ուրեմն ասեմ հարցին ինչու է գրած, հստակ գրված է, որ յուրաքանչյուր քաղաքացի պարտավոր է իրականացնել զինվորական ծառայություն, այսինքն հայրենիքի պաշտպանության նկատմամբ։ Օրենքով է սահմանվում։ Վճարի հետ կապված գաղափարը դու մենք կարող ենք մտցնել հետագայում, երբ որ դա օրենքի մեջ կարող է լինել։ Եվ գրած է, ովքեր որ ունեն, կներեք, ովքեր որ ունեն կրոնական դավանանքի հետ կապված, նրանց նկատմամբ կիրառվում է այլընտրանքային ծառայություն, ինչ իրականության մեջ կա։ Ես չեմ ցանկանում, որ որևէ մեկն է սահմանադրության մեջ գրած այս հստակ երկու հոդվածը, ինչ այսօր իրականում է, ինքը ուրույն իր գաղափարախոսության փոխի։ Հիմա իշքան ուզում ենք մենք խոսենք թե աբակայից մինչև Երևան քանի կիլոմետր, ընդհանրապես դա պետք է որպեսզի սահմանադրության այդ հոդվածները բացես կարտես։ Օրենքով մենք իրականացնում ենք զորակոչ, այս բարի ցանկությունները, որ ասում են ծառայողին տանք աշխատավարձ, ես կարող եմ ավելի լավ բան, դա բարի ցանկություն է, դա հնարավորություն է կախված։ Ես առաջարկում եմ ամեն մի ծառայողին տալ օրական $100,000։ Սահմանադրության մեջ գրել դա։ Հա, էլի, եթե ցանկություն է դա պետք է իրականանալ։ Միշտ կարելի է ավելի լավ է ցանկանալ, բայց ելնում ենք մենք իրականությունից, ասում ենք պարտավորություն է, որ դու քո երկրի պաշտպանությանը պարտադիր օրենքով անես, դրա համար մենք գրում ենք օրենքով 18 տարեկան լրացած սա, այսին զինապարտության։ Ինչ վերաբերում է իմ գործընկերներին, ուզում եմ իրենց նաև հիշողության վերականգնման խնդիր վերականգնեմ, որովհետև այս պարլամենտում եմ 20 տարի ու խորհուրդ կտամ, որ պարլամենտի աշխատակներն ուշադիր հետևեն ու չասեն սա պարլամենտն է, թե պարլամենտը չի, ունենք այն ինչ ունենք։ Եթե մենք լավը չենք, ուրեմն լավ տեղ, լավ մարդկանցով չենք ընտրվել։ Եթե մենք լավ ենք, լավ մարդկանցով ենք ընտրվել։ Ես ձեզ ուշադիր լսում էի։ Երբ որ իմ հիշողությունից չի դավաճանում 1995-96-97 թվականներում պարլամենտում շատ լուրջ բանավեճ գնաց ազգային ժողով նախագահ Պապկին Արաքսյանի եւ Վազգեն Սարգսյանի միջեւ, երբ որ պարտադիր զինվորական ծառայության համար այն քաղաքացիները կամ ուսանողները որ ընդունում էին։ Այն ժամանակ մեր քաղաքական գործիչներից որևէ մեկը ծպտուն չհանեց։ Երբ որ պարտադիր ասեցին, որ պարտադիր զինվորական ծառայությունը պետք է իրականացնել, նոր սովորեն։ Եթե իմ հիշողությունից դավաճանում այն ժամանակ ազգային ժողովի նախագահն հրաժարական գրեցին։ Մեր գործընկերները լինելով քաղաքական եւ հասարակական գործիչներ մի ծպտուն չհանեցին։ Այս ինչ ոգևորվածություն են առել նոր սահմանադրության օրոք։ Այս հիմա ասում եմ, հեսա մեկնաբանություններ կգնա։ Պետք է մեկ հիշենք, չէ՞ մեր գործողությունները։ Դատարկ բառապաշարի ուսուցնեք։ Դատարկ բառապաշարի ժամանակ այդ ծպտուն չէր դուս գալիս այն ժամանակ։ Դա եմ ասում էլի։ Այն ժամանակ որ Վազգեն Սարգսյանը որ ասում էր որ բոլորը պետք է ներկայացնեն, այն ոչ մեկը չի ասում, աշխատավարձ չի։ YouTube-ը տեսեք, ձեր ազգային ժողովի բացել են։ Տեսել են, մեկը վարչապետ է, մեկը փոխհարապետ է։ Հիմա սուտը կասենք։ Всё։ Մեր երթանց 3 րոպե։ Բազալստա։ 3 րոպե։ Տիկին Գևորգյան 3 րոպե դուք Խնդրեմ, այն ժամանակ այդ օրենքը պարլամենտը ներկայացրել կառավարությունը։ Ես այստեղ նստած եմ, իմ ստորագրությամբ է, այդ օրենքը, որ պարտադիր պետք է գնան բանակ։ Ազգային ժողովը կամ գերագույն խորհուրդը չհամաձայնվեց, ինչ ես ասում։ Ես նստած եմ այստեղ 3900 դեմով ընդունեց։ Ուրեմն ես 13900 Հայաստանի Հանրապետության նախագահը։ Ես այստեղ նստած եմ, ասում ես ոչ մեկ ծպտուն չանես։ Ես ներողություն կխնդրեմ բոլորից, եթե հանգիստ դուք այդ խոսքը ասում եք, ազգային ժողովը 131, ես ձեզ նորից կարող եմ ասել 130, լավ։ Ինչ է խոսում այն։ Հա ասեք ինչ է խոսում իմանա։ Ինչ որ լսում ես, պարոն Բագրատյան։ Հիմա թողեք շարունակեք մեր ասածը։ Ուրեմն մենակ ճիշտ ասում։ ժողովուրդ հայրենիքը պաշտպանել է նախ եւ առաջ իրավունք։ Նաեւ պարտականություն։ Մարդու իրավունքների բաժնում 50 կետ կա, դրա մասին խոսք չկա։ 40-րդ հոդվածում գրված է այդ այլընտրանքի մասին կրոնի հետ կապված, ձեր ցավը 14-ում է։ 41-ում է, 14-ում դա չի գրած, 14-ում պարտականությունն է գրած։ Իսկ 41-ում, 41-ը երրորդ մասը, 41 հոդվածի, դա բանի չի վերաբերում։ Ծառայությանը չի վերաբերում։ Դա վերաբերում է այն մարդկանց իրավունքների մասին, որոնք այլադավան են, կարան ծառայեն թե չէ։ Դրանց մասին հոգ ենք տանում, բայց մեր զինվորի մասին, որ այլադավան չի, որը գնում է, պարտադիր ծառայում է, եւ պարտականություն է եւ իրավունք, մենք դրա իրավունք չենք գրում։ Սա թերություն է, լավ։ Ես չի վերջացել, չէ՞ ժամանակ ամբերց շարունակենք երկխոսությունը։ Ուրիշ հարց տվեք, ձեր հոր ասում մեռնեմ։ Ուրիշ հարց տվեք։ Քանի որ ժամանակը կա, մենք ժամանակ ունենք։ Ես ձեզ առաջարկում եմ հիմա տեսեք։ Մենք եկեք շարունականք։ Ոչ թե ուզում եմ ինչ որ առանձնահատուկ հարց տալ, պարզապես
կուզենայի շատ ավելի լուրջ լիներ զրույցը եւ վիճաբանություն չլիներ, որովհետեւ բոլոր նստածները եւ մենք այստեղ գիտենք, որ մեր ազգի փրկությունը մեր միասնական ուժի մեջ է։ Ես բոլորիդ էլ հարգում եւ սիրում եմ։ Ես ոչն էլ է իմը, այոն էլ է իմը։ Մեզ չի սազում այո ոչ լինել։ Մենք մի բուռ ենք։ Դուք օգնեք փրկվենք բոլորս։ Զարգանանք, առաջ գնանք։ Գիտեք, որ նեղանում եք, ես տեսա տեղից արձագանքը, իմ համար հեչ հաճելի չէ նայեմ նստաշրջաները եւ տեսնեմ վիճաբանությունը։ Ես ուրիշ պարլամենտներում ծեծում են իրար, մեզ մոտ չկա դա։ Ես ուզում եմ, որ դուք բոլոր միասնական լինեք, հիշեք, երբ մենք կորցրել ենք մեր միասնականությունը, կորցրել ենք հայրենիքը, ես ուրիշ բան չգիտեմ։ Այո։ Ես դա եմ ասում երեխաներին արդեն 30 տարի։ Ես հիմա ասում եմ խորենացու ողբը, ազնիվ խոսք։ Եթե հիշում եք բոլորդ, ես վատ եմ զգում։ Ես խնդրում եմ հիշեք վերջին նախադասությունը եւ առհասարակ Սերն ու ամոթը երկրի երեսից վերացավ ու քանդվեց մեր երկիրը։ Ես չեմ ուզում ուրիշտեղ գնալ։ Ես ուզում եմ, որ հարևաններս հետ դառնան, որ մենք միասին ամեն օր զրուցում խոսում էինք։ Ես չեմ ուզում արտագաղթ լինի, ես չեմ ուզում ուրիշտեղ մնալ։ Ես չեմ ուզում այստեղ դուք վիճեք։ Շատ տգեղ է։ Դուք մի նեղացեք, ես ոչ Մենք չենք նեղանում, ով ասավ մենք նեղանում ենք։ Մենք չենք նեղանում։ Դուք պիտի լսեք պարզապես բանավեճա երևի այս նոր Մայրիկ ջան, դու մանկավարժ եք, չէ՞։ Իմ ծնողներս մանկավարժ են։ Պարլամենտը տեղը նրա մեջ է կայանում, որ լինի այլակարծիքություն։ Բանավեճը ուրիշ բան է, վիճաբանությունը ուրիշ բան է։ Տեսեք, հետո մի 15-20 րոպեից հետո որս կներեք կամերաներ անջի, ինչպեսի սիրալությամբ եք մեզ։ Ես նայում եմ բոլոր նստաշրջանները, խնջույքները եւ տեսնում եմ, ես շատ ուրախ եմ։ Լավ կլինի պարլամենտում էլ այդ Նորից ակել։ Ես իմ ժամանակը խնդրում եմ բանավեճի կանոններով, սա շախմատի նման մի բան է։ Ժողովուրդ, սա շախմատի նման մի բան է։ Մեկ խոսում է մի կողմը, հետո պատասխանում է մյուս կողմը կամ ընդհակառակը։ Քանի որ մենք խոսեցինք խղճի ազատության մասին, կրոնի մասին, ես ուզում եմ մանկավարժներին հարց տալ։ Խնդրում եմ պատասխանեք։ Դա մի հարց է ընդամենը։ Մեր կուլտուրայում հայոց լեզվի հայերս հատուկ անունները ինչպես են գրում փոքրատառով, մեծատառով։ Կներեք, ելի շարունակեք հարցը, հա, միջև։ Ես հիմա, տեսեք հիմա, եթե ձեզ կարելի է ձեզ բացատրական բառարան կա այստեղ։ Հիմա ես հարց եմ տալիս։ Հատուկ անունները ինչպես են գրվում, մեծատառով, չէ՞ օրինակ Հայաստանի մի խանգարեք, ժողովուրդ։ Մի հատ հարց եմ տվել, ես էլ իրավունք ունեմ։ Հատուկ անունները գրվում են մեծատառով հայոց լեզվում։ Օրինակ հիմա հատուկ անուն է, տեսեք 18-րդ հոդվածում գրված է Հայաստանի այց, տեսեք ոճը, Հայաստանի այց, առաքելական սուրբ եկեղեցին։ Սա հատուկ անուն է, մեր եկեղեցու պաշտոնական անուն է։ Ցանկացած կոնդակ, ցանկացած բան, որտեղ մեր եկեղեցու մասին գրված է, սա գրված է մեծատառերով։ Սահմանադրության մեջ 18-րդ հոդվածը հենց ոճաբանությունը պահպանելով գրված է փոքրատառերով։ Ես նախորդ հանդիպման ժամանակ, քանի արմավիրում ենք, ես ամենտեղս հարցը պետք է տամ։ Ամենտեղ պետք է տամ։ Հարցրեցի, ինչի է փոքրատառով։ Մեր ընկերներից մեկը ասեց, որ գիտեք ինչ, դա մենք ուղարկել ենք վեհափառին, վեհափառը հաստատել հետ է ուղարկել։ Այսինքն ստացվում է, որ վեհափառը սա կարդացել է Հայաստանյաց առաքելական սուրբ եկեղեցին գրված է փոքրատառով ու հաստատել է դա։ Ես ուզում եմ ձեզ ասել, այսպես գրվում էր սովետական միությունում, որտեղ Աստված, Սուրբ, սովետական միությունում, բայց եկեղեցին իր անունը, հատուկ անունը միշտ գրում էր մեծատառով։ Այս համանadrության մեջ հատուկ բացասական վերաբերմունք կա մեր եկեղեցու նկատմամբ, փոքրատառով է գրված, բացառիկ 18-րդ հոդված։ Ես համանուն չեմ ձեզ, ես չեմ հավատում, շատ հնարավոր է տպագրական սխալ չհասկանալու Ոչ մի սխալ չկա։ Ճիշտը ես խնդրում եմ, եթե այստեղ ուղղագրական բառարան կա, պաշտոնական ներկանիշ։ Փոքրատառով է ուղղագրական բառարանը։ Փոքրատառով է ուղղագրական բառարանը։
Բացի հայաստանյացից առաջին բառից մնացածը այդ անվան մասա, բոլորը փոքրատառը։ Խնդրում եմ, պատմեք մանկավարժները պարոն Արշակյանին, էլի մանկավարժներից եթե մարդ կա բացատրեք։ Ինչ լեզվով է գրում։ Հարգում եմ պատմում կարիք չկա։ Բացատրական կամ ուղղագրական բառարարը տամ թող նայ, չէ՞ ճիշտը դա է։ Վաղը պարոն Արշակյան, վաղը ես դա իմ ժամանակն է։ Ուրեմն հենց որ ես վերջացնում եմ, իմ ժամանակը վերջանում է, վարող կա, վարողն ասում է վերջացավ, ձեր ժամանակը հաջորդ է։ Ինձ եմ զուգահեռ խոսում են։ Ես հիմա բացատրեմ։ Ներողություն, պարոն Բագրատյան, ներողություն։ Կարգը պահում։ Ուրեմն երկու տարբերակն էլ ընդունելի է։ Երկու տարբեր եւ մեծատար կարելի է եւ փոքրատար, բայց քանի որ կա հատուկ վերաբերմունք, օրինակ եկեղեցին ինքը հատուկ վերաբերմունք ունի իրեն եւ ինքը գրում է մեծատառով։ Աթեիստական սովետական միությունում կար հատուկ բացասական վերաբերմունք հայաստանյա առաքելական սուրբ եկեղեցում եւ նրանք գրում էին փոքրատառ։ Հիմա քանի որ գրողներից մի քանիսին ես ճանաչում եմ, նրանք հիմա ծպտված են, դրանք պերեստրոյկայի կոմսոմոլներն են, այն ժամանակվա ստերեոտիպով գրել են փոքրատառով, սա խայտառակություն է, պետք է Սարգիս եկեղեցին, ասենք Սուրբ Սարգիսը հատուկ տառերով գրած։ Սա էլ է հատուկ անունապեր, մեր եկեղեցի, սովետական սոցիալիստական միություն գրվում է մեծատառով, հայ առաքելական սուրբ եկեղեցին գրվում է մեծատառով։ Եթե աթեիստ եք գրեք փոքրատառով, սա աթեիստի ավարտեմ խոսքը, իր ասածն ինչ է, ասում է այնքան լուրջ վերաբերվեիք սահմանադրությանը եւ այնքան նրբանկատ լինեիք, որտեղ գրեիք մեծատառով։ Ինքը չի ասում կարելի է փոքրատառ գրել, կարելի է sense գրել։ Մի շարունակեք, սոտեղ ասում։ Մի շարունակեք, տեղ ասում։ Սա է ասում։ Կարող եմ։ Սա է ասում։ Ուրեմն նորից ես ուղղակի կրկին անգամ ասեմ, այն ամենը ինչ որ գրված է սահմանադրության նախագծի մեջ, նույնությամբ արտաբերված է ուղղագրական բառարանում եւ նույնությամբ շրջանառության մեջ է եկեղեցու պաշտոնական փաստաթղթերում։ Անիմաց շարքումներ մեծատառների, փոքրատառների եւ այլնների վերաբերյալ։ Ինչ վերաբերում է ձեր դիտարկմանը։ Գիտեք, ես էլ եմ պարլամենտի այդ լսումները նայում, ու գործից բերումով ամեն օր էի նայում, հիմա շաբաթը մեկ եմ նայում, ինձ կարող եմ դա թույլ տալ։ Իրոք, որ աշխարհի տարբեր այլ պարլամենտներում շատ ավելի տխուր վիճակ է, եւ ըստ էության, գիտեք, կոնֆլիկտը, որը որ առաջանում է տարբեր տեսակետներ ունեցող մարդկանց միջև, անձամբ ես ողջունում եմ, որտեվ կոնֆլիկտից հետո որակապես նոր իրավիճակ է ստեղծվում։ Այդ կոնֆլիկտը իրենից բխեցնում է նոր իրավիճակ։ Եթե այդ կոնֆլիկտներն ու բախումները չլինեն գաղափարների, կարծիքների, մենք կվերադառնանք այն հասարակարգին, որտեղ բոլորը կամ պարտավոր էին ունենային նույն կարծիք, կամ ունեին նույն կարծիքը։ Տնից դուրս գաս տնասախ նույն շորն են։ Ես ճիշտ ասած էլ չեմ ուզում, ես այն երկրի քաղաքացին եմ եղել, սովետական միության մասին է խոսքը։ Ես հիշում եմ, ոնց բոլորը պետք է անեն նույն բանն ու ունենան նույն կարծիքը, կամ ձևանան, որ անում են նույն բանն ու ունեն նույն կարծիքը։ Ես անկեղծ ասած, այլ նմանատիպ երկրում ու հասարակության մեջ ապրել չեմ ուզում։ Ոչինչ, թող տարբեր լինեն, միևնույնն է մեր հայրենակիցներն են, միևնույնն է մեր համակարգացիներն են։ Իրենք շատ դեպքերում շատ մարդիկ իրենք անկեղծ են, որ մոլորվել են։ Չարությամբ չէ։ Այսինքն, որ ասում են սա փոքրատառ, մեծատառ, նրա համար չէ, որ չուզողություն չէ։ Իրենք ցավում են, որ վայ ոնց պիտի մեծատ, դե հիմա որ կարգը տենց է ուղղագրական բառարանով։ Ինչ ասենք, ոչինչ։ Իրենք էլ այդպես։ Մենք միևնույնն է մի երկրի քաղաքացի ենք, մի հասարակություն։ Կերտանք մեր այոն կամ որոշ դեպքերում միգուցե եւ ոչը կասենք, մեկ է մնալու ենք մի երկիր, մի հասարակություն, չէ՞, պարոն Բագրատյան։ Ոչ։ Ոչ։ Խեղաթյուրում եք մարդկանց։ Լավ։ Գիտես ինչ Կարման, ես խոսում եմ, մի խոսի ինձ, մի ընդհատի։ Բան չեմ ասում, պարոն Բագրատյան։ Այս մարդը ընդամենը ասում է հարգեիք եկեղեցին գրեիք փոքրատառ։ Մեծատառ։ Նորից բացատրեմ, պարոն Բագրատյան։ Ուղղագրական բառարան։ Վաղը խոստանում եմ վերեմ ուղղագրական Այս բառարան։ մարդուն ասեք, որ բառարանն է, որ ստա գրեցիք մեծատառ, բառանում էլ կետա մեծատառ։ Այս մարդուն դա ասեք, նա դա է ասում։ Այն բառարանը Դրանով չի հարգվում։ Նա ասում է բառանը ինչ կապ ունի սրա հետ։ Եկեղեցին Ես էլ քեզ վաղ գնամ բառան տպեմ մեջը մեծատառ գրած։ Մարդն ասում է, հարգեիք։ Այսքան բան։ Հիմա ընտրությունների մասին կնոջ կարծիքը, տիկնոջ կարծիքը, խնդրեմ, բաների մասին, որ պարլամենտում սաղ միազգենք, միասնություն։ Տիկին հարցին է պատասխանում եք։ Եթե հարց ունեք, խնդրեմ հնչեցրեք, ես իմ խոսքի մեջ էլ նաև կանդրադառնամ, չէ, հարց եթե ունեք, ասեք։ Նախ ես շատ ուրախ եմ, որ վերջապես մեր քաղաքական, ներքին քաղաքական կյանքում նման մշակույթի հիմք դրվեց, երկու տարբեր բևեռներում գտնվող քաղաքական հայացքներ ունեցող մարդիկ իրար հետ հավասար
քարոզարշավ են կարդում, այո։ Ի տարբերություն իմ գոլեգայի, ես շատ բնական եմ ընդունում սա, որովհետև այս բանավեճից մարդիկ ավելի ճիշտ կկողմնորոշվեն։ Երկրորդը նոր ուզում եմ իմ հարցը տամ, հարցս վերաբերում է երկու կողմին էլ։ Սահմանադրական այս բարեփոխումները որքանով կնպաստեն դատական մարմինների եւ արդարադատության նկատմամբ ժողովրդի վստահության ամրապնդմանը։ Ով է ասում։ Ինչի՞։ Որովհետև հարցը դու բերել ես, դուք եք բերել, նախաձեռնել եք։ Հիմա եթե ասում եք չի նպաստի, ասեք ինչի չի նպաստի։ Եկեք չվիճենք, եկեք չհոգևորվենք, եկեք շոուներ չանենք։ Խնդրեի օբյեկտիվ ներկայացնեք, որովհետև հարցը Տեսեք Ժորժ ջան, երբ որ դուք ասում եք օբյեկտիվ, ոչ օբյեկտիվ, այդ գնահատականները պիտի կյանքի կոչված լինեն, չէ՞, պիտի կյանքով ապացուցված լինեն, օբյեկտիվ, ոչ օբյեկտիվ։ Նախ տիկնոջ հարցից սկսեմ, շնորհակալություն այդ հարցի համար եւ ձեր մոտեցման համար, ես էլ եմ կիսում այդ կարծիքը, երբ որ խոսքը գնում է առողջ բանավեճի կամ մտքերի շուրջ բանավեճի վերաբերյալ, սա շատ լավ է, երբ որ խոսքը գնում է ինքնահաստատվելու, սեփական եսը ցուցադրելու, ես ինքս էլ այդտեղ շատ հատուկ կարծիք ունեմ այն մարդկանց վերաբերյալ, ովքեր հիմնականում ընդգծված դա են անում։ Հիմա սա թողնենք մի կողմ, խոսենք պարլամենտից, խոսենք թե ինչի համար ենք մենք այսօր եկել։ Խոսեմ ես, թե ինչու է ես ասում ոչ, ինչով է պայմանավորված իմ ոչը, հետո անդրադառնամ նաև դատական համակարգին։ Իմ ոչը պայմանավորված է նրանով, որ մարդկանց չեն հիշում գործընթացների ամենավերջում։ Հասարակությանը չեն հիշում այն ժամանակ, երբ որ հասարակության կարիքը իդեպ շինծու, էդ էլ ասեմ, ունեն։ Հասարակությանը հիշում են, երբ որ հասարակությունը ունի իր իշխանության կարիքը, եւ մենք պետության մասին ենք խոսում։ Անցել են այն ժամանակները 21-րդ դարում ինստիտուցիոնալ մոտեցումներից պիտի խոսենք։ Հիմա այսքան տարի մենք ապրել ենք, սա մեր երկիրն է, այո, դժվարություններն էլ են մերը, բացթողումներն էլ են մերը, դրական ձեռքբերումներն էլ են մերը։ Բայց երբ որ անցնում ենք գործնական քննարկման, հարց ենք տալիս, չէ՞, բարձրորինակ ուսուցչին ինչպես ենք արդյունավետությունը չափում։ Քանի աշակերտ օրինակ գնաց այս տարի, չգիտեմ, հայոց լեզվից հանձնեց քննությունը, չէ՞։ Հիմա իսկ դա ձեր կատարած աշխատանքն է, ճիշտ է, կան աշակերտներ, ովքեր այնքան էլ ուժեղ չեն, բայց սրանք ընդհանրապես տոկոսային հարաբերության խնդիր են։ Հիմա պետության մասին ենք խոսում, կառավարման համակարգերի, դատական համակարգերի։ Ըստ էության այս ամեն ինչը կախված էր մի քանի կոմպոնենտից։ Իշխանության ղեկը ստանձնած մարդիկ իրենց նախընտրական ծրագրերում թե պարլամենտական, թե նախագահական ընտրություններին է սա վերաբերում, խոսում են նրա մասին, որ Էսենք փոխելու դեպի դրականը, լսել եք ինչ որ մեկը իր ծրագրում գասի վատ է լինելու, աղքատության տոկոսն եմ շատացնելու, արտագաղթն է ավելանալու, լսել եք այդպիսի նախընտրական ծրագիր, չեք լսել, չէ՞, ես չեմ լսել։ Հիմա, եթե իրենք այդ խոստումները տալիս են, շատ լավ։ Ընտրվում են, գալիս են, ստանձնում են այդ պաշտոնները եւ ունենում են ժամանակ կատարելու, այսինքն իրականացնելու այն ամենը, ինչի մասին խոսել են։ Հիմա մենք եկել հասել ենք միտեղ, որ պարզվում է, հենց իրենք են այս գնահատականը հնչեցնում, ասում են մենք շատ էինք ուզում։ Այս սահմանադրությունը ձեռքներս կապել էր այ մարդ։ Այս կիսանախագահական համակարգը ոչ մի ձև շանս չէր տալիս, որ մենք այդ ցանկությունները կատարեինք։ Սա զավեշտ է։ Այսինքն մենք չենք ուզում բաց աչքերով նայենք, թե ինչ ունենք այսօր եւ ինչի արդյունք է սա։ Ասում ենք եկեք կառավարման մոդելը կիսանախագահականից փոխենք պարլամենտականի եւ շանսերը ավելի կմեծանան։ Այդպես չէ։ Յուրաքանչյուր մոդել կիրառելիս կամ ներդնելիս նախ պիտի հաշվի առնես հասարակության կարծիքը անպայման, մինչև գործընթացը սկսելը։ Երկրորդը պիտի նայես, թե այս կամ այն մոդելը քո երկրի համար արդյունավետ է, թե արդյունավետ չէ։ Որովհետև մի դեպքում կարող է արդյունավետ լինել, ասենք եվրոպական մի երկիր ընտրել է կիսանախագահական եւ շատ լավ կառավարվում է եւ նորմալ ապրում են, մյուս երկիր ընտրել է պարլամենտական, իր մենտալիտետի, իր առաջխաղացման համար նա այդ մոդելն է ընտրել։ Հիմա եկեք հասկանանք Հայաստանի համար, այս ինչու հանկարծ Իշխող կուսակցությունը, որ երբևէ իր նախընտրական ծրագրերում այս թեզը չի ամրագրել, ինչ է խելքներ էր պակասեց ժամանակ, չէին քննարկել, ներկուսակցական ժողովներ չէին եղել, որ մեկը իրենց մեջից ասեր, այ ժողովուրդ, եկեք գնանք պարլամենտարիզմի ճանապարհով։ Այս հարցերի պատասխանը չհնչեցված, մեկ էլ հանկարծ ի հայտ է գալիս, որ վայ չէ, Ժորժ ջան, այսքան ժամանակ ուզում էինք անել, այս սահմանադրությունը կաշկանդում էր, հələ եկեք գնանք պարլամենտական մոդելի, տեսեք ոնց ենք ձեր կյանքը լավացնում, այդպես չէ։ Ինչ վերաբերում է դատական համակարգին։ Դատական համակարգ լինի,
լինի կրթական համակարգ, որ համակարգ ուզում եք դիտարկեք, ուրեմն 3 մոդելների դեպքում էլ հակակշիռների, վերահսկողության, զսպման մեխանիզմների մասին ենք խոսում։ Այսինքն, եթե կար ցանկություն, կիսանախագահական մոդելի ժամանակ էլ կարելի էր մշակել այնպիսի մեխանիզմներ դատական համակարգի, որ լինեին անաչառ եւ հստակ պաշտպանեին իրավունքը, ոչ թե, բա իհարկե, դե գիտենք, ամեն մեկը ձեր մաշկի վրա զգացել եք, գիտենք։ Հիմա խոսքը ինստիտուտների կայացման մասին է, ինստիտուտների գործելու մասին է, խոսքը օրենքի կիրառումն է, խոսքը բոլորիս պատասխանատվության մասին է, օրենքի արչև հավասար լինելու մասին է, վստահության վերականգնման մասին է։ Այսինքն, եթե 20 տարիներ, 25 տարիներ մենք չենք կարողացել մեր հասարակության մեջ վստահության, արդարության վերականգնումն անենք, որ այսօր այս հարցերը չտան մարդիկ, մենք էլ ված չզգանք, ապա նշանակում է, որ հարց ունենք տալու, որ կամ այդ կամքը չկա, կամ կատարողները պրոֆեսիոնալներ չեն, եւ քանի դեռ մենք չենք եկել այն համակարգին, որ պետական կառավարման համակարգում, պարլամենտում ներգրավված կլինեն գրագետ, բանիմաց, կրթված մարդիկ, սիրելի ժողովուրդ, լավ բան մի սպասեք։ Ընդամենը այսքանը, ես չեմ ուզում չարաշահեմ ժամանակը, հարցեր կլինեն սիրող կպատասխանեմ։ Մի նախադասություն ձեզ ասեմ, դատական համակարգի ձևավորման սկզբունքները նույնն են, ինչպես առաջ արտադատության խորհուրդը ընտրում էր դատավորներ, որոնց նշանակում է նախագահան, հիմա այդ արտադատության խորհուրդը կոչվում է բարձրագույն դատական խորհուրդ, նա ընտրում է նշանակում է պարլամենտը, այսինքն կուսակցական մեծամասնությունը, այսինքն նախագահի նշանակման մեխանիզմը փոխարինվում է կուսակցական մեխանիզմով, որտեղ քանի որ ցամացում կա նաև որակյալ մեծամասնություն կամ կայուն մեծամասնության թեզը, որը նշանակում է որ հանրապետականը միշտ հաղթալու է, ըստ էության դատավորներին սրանց հետո կնշանակի հաղթած, ավելի ճիշտ կլինի ասել հանրապետական կուսակցությունը, սա է փոփոխությունը։ Ուրիշ փոփոխություն չկա։ Կարելի է, չէ, կարելի է, չէ, մենք 6 րոպե խոսեցինք, մենք կարող ենք ասել։ Ձեզ 6.5 րոպեն, պաշտպան։ Դուք եք 6 խոսում, մենք խոսենք։ 7 խոսենք։ Գիտեք ինչ կա, սիրելի ժողովուրդ, ես միշտ զարմանում եմ, որ լեք նույն թեման ենք մենք խոսում։ Ու չգիտես թե ինչի համար միշտ ներկայացնում ենք, մենք ոչ մի անգամ էլ չենք ասում, դեք որևէ մեկին պետք է խուսափել պատասխանատվությունից կամ պատասխանատվության չկանչել։ Բայց ցանկացած մի բան իրականացնելու համար դրա համար անհրաժեշտ է մեխանիզմ։ Եթե մարդկանց մենք ասում ենք կրթել, դա շատ լավ բան է, բայց այդ կրթել իրականացնելու համար պետք է դպրոց, դասարան, դասագիրք։ Առանց դրան ինչքան էլ ուզում ես խոսենք մենք, ինչքան էլ մենք հալվա ասենք, բերաններից չի քաղցրանալու։ Հիմա մենք խոսում ենք, ասում ենք, ինչպես կարող ենք իրականացնել սա, եթե այս մարդիկ պատասխանատվության չեն ենթարկվում։ Հիմնական գաղափարախոսությունը այս սահմանադրության, այս հիմնական գաղափարախոսությունի մասին, որ մենք խոսում ենք, կառավարման համակարգի փոփոխությունն է։ Մենք խոսում ենք ամեն ինչից, ես դատական համակարգին կանդրադառնամ, բայց չենք խոսում հիմնական բույն էությունից։ Նախկինում, երբ որ մենք ասում ենք կիսանախագահական համակարգը պետք է փոխվի, ինչի համար, որտեղ կիսանախագահական համակարգը մնաց իր մեջ պարունակում է լրջագույն կառավարման համակարգի խնդիրներ։ Արդյոք կարող է դրա վրա իրականացնել փոփոխություններ, իհարկե կարող է իրականացնել դրա համար փոփոխություններ։ Եվ այդ փոփոխությունները մենք փորձում ենք իրականացնել։ Խնդիրները որի մեջ են, ես դեզ նորից ասեմ։ Կիսանախագահական համակարգի ժամանակ, եթե թույլ կտաս կարողանաս ես ավարտել, երկու կառավարման համակարգը կա երկու տիպի կառավարման մոդել, ոչ թե մոդել, այսպես ասած իրողություն։ Մի դեպքում, երբ որ պարլամենտի մեծամասնություն եւ նախագահը մի թեմում են լինում, այդ ժամանակ դառնում է Հայաստանի Հանրապետության կիսանախագահական երկրում ամենաուժեղ նախագահ, սուպեր նախագահ։ Եվ ինքը վերևից ներքև նշանակում է, ինչը նաև որոշում է արդարադատության խորհրդի ժամանակ։ Եվ ինքը բոլոր այդ նշանակումները կատարվում է մի կողմից է քաղաքական մեծամասնության, վերահսկողական հակառակ մասը չի աշխատում։ Երկրորդ պարագայում ինչը տեղի ունեցավ, ասենք Վրաստանի մեր կողքի երկրում, երբ որ պարլամենտական համակարգ այդ պարլամենտի մեծամասնությունը ընտրում է վարչապետ, որը հակառակ է կամ նույն քաղաքական թեմից չի։ Սկսում է կոնֆլիկտ երկուսի միջև։ Ինչ եղավ Սահակաշվիլի եւ Իվանիշվիլի միջև։ Դա ինքը իր բերում է լրջագույն խնդիրներ դատական իշխանության։ Հիմա ասենք արդարադատության խորհրդին։ Ներկա գործող սահմանադրությամբ Հայաստանի Հանրապետության նախագահ ներկայացնում է ազգային ժողովը վավերացնում է վերևից ներքև կեսից ավելի։
Հիմիկվան ներկայիս արդարադատության խորհրդի շնորհիվ մենք առաջարկում ենք, որ պետք է ձևավորել սահմանադրական դատարանում, ասում ենք անպայման պետք է տեղ ունենա դրանց ընտրությունը 3/5-րդի միջոցով, այսինքն 60%։ Բացի դրանից, մենք փոխում ենք ազգային ժողովի ձևավորման համակարգը։ Հիմա ձեզ հասարակ օրինակ եմ բերում, այսինքն սկզբունքը աղբյուրը որտեղ է իշխանության ուժի։ Չի եղել մեկ ընտրություն, արդարադատության խորհրդի մնացած մանրամասերը եւ ավելի կներկայացնեմ, որ որևէ մեկ կուսակցություն պարլամենտական ընտրություններին 50%-ից ավել տանի։ Հանրապետական կուսակցությունը, որ մշտական այս վերջի ժամանակահատվածում մենք ասպես դարձրել ենք, բոլորը ասում են հանրապետական կուսակցությունն է, հանրապետական կուսակցությունն է, 50%-ից ավել ձայն կյանքում չի տարել։ Հանրապետական կուսակցությունը տարել է 37%, առանց զարմացած մի նայեք, սա կասեմ, կուսակցությամբ 85% մեծամասնականներով։ Այն պատգամավորները, որ ամեն միտեղ ընտրվում են։ Հիմա ասում ենք, այս ամեն միտեղ ընտրվող պատգամավորները հանում ենք մենք։ Դառնում է մենակ կուսակցական, որպեսզի ընդդիմություններ գա։ Այսինքն նշանակում է ցանկացած արդարադատության խորհրդի բարձրագույն մարմինի ընտրության ժամանակ մենք պարտավոր ենք որպես կուսակցություն 100%-ով ընդդիմության հետ ներքաշվել եւ համագործակցել եւ ընտրել այդ դատավորը, այսինքն վերահսկողական մարմինները, այդ թվում կենտրոնական բանկի նախագահ, այդ թվում վերահսկիչ պալատ, այդ թվում դատախազ։ Հիմա հարց են տալիս, հանկարծ ձեր մոտ այդ ինչ առաջ ցանկություն առաջ եկավ, որ դուք դա ուզում եք փոխեք։ Լավ կառավարելու խնդիրը։ Ինչ եք կասկածում։ Վերջի վերջ արդարադատության մնացած կառուցվածքը դուք կասեք։ Հասցնենք։ Հա, կհասցնենք, 2 րոպե ունենք։ Լավ։ Մնացած հարցադրումները կպատասխանեն։ Ուրեմն ես խանգարես, ավելացրա, ուրեմն ես կխնդրեմ ուղղակի, որ հնարավորություն ունենաք 7-րդ գլուխը 62-ից 72 էջը 10 էջը մոտավորապես։ Ուրեմն բարձրագույն դատական խորհրդի ձևավորման վերաբերվել արդեն խոսեց գործընկերս, բայց առանցքային միտքը ինչու՞մն է, այսինքն դատական իշխանության անկախությունը ապահովված է իր եւ գործադիր կամ այլ բնույթի իշխանությունից իր հնարավորինս պորտալարով կտրելով, ինչպես նաև իր ներքին գործունեության անկախության երաշխիքներով։ Հիմա, որոնք են արված այն փոփոխությունները, որոնք ներկայումս կան։ Առաջինը, այդ բարձրագույն խորհրդի դատական խորհրդի ձևավորման, անդամների ձևավորման սկզբունքը։ Երկրորդը, ուրեմն լիազորությունների ժամկետը, դատարանների նախագահների լիազորությունների ժամկետը, առաջին եւ վերաքննիչ, եթե չեմ սխալվում, 3 տարով է սահմանափակված եւ 6 տարով սահմանափակված է Վճռաբեկ դատարանի նախագահի դեպքում։ Դա նախագահի, որովհետև երևույթներ կան, երբ որ դատարանի նախագահան մի տեսակ ավելի շատ գերիշխող դիրք ուներ մնացյալ դատավորների նկատմամբ։ Այսինքն նվազեցվել է այդ պաշտոնի ժամկետները։ Ուրեմն այսպիսի մի հարց կա, դատավորի անձեռնմխելիության հետ կապված հարցերը, որոնք որ էականորեն փոփոխվել են առաջարկվող սահմանադրության նախագծով։ Բացի իր ծառայողական պարտականությունների շրջանակներում կատարած գործառույթների, մնացած բոլոր գործառույթներով նա ենթակա է պատասխանատվության, ինչպես եւ բոլոր մնացած քաղաքացիները։ Այսինքն բացի այն գործընթացից, որը անմիջապես իր արդարադատությունն իրականացնելու հետ է կապված, մնացած բոլոր հարցերում անձեռնմխելի չէ։ Սահմանադրական դատարանի գործընթացը, գործառույթները նույնպես որոշակիորեն վերանայվել են։ Առաջին անգամ ամրագրվել է, որ սահմանադրական դատարանը նաև լիազոր է ուսումնասիրել գործեր, որոնք որ կախված են տարբեր պետական մարմինների միջև սահմանադրական վեճերի քննման հետ։ Եվ դիմելու մեջ էլ կա փոփոխություն, որ բարձրացված չէ 1/5-ը։ Այո, 1/5-ի մասին։ Ինչ են ուզում, Չէ, այսինքն դա բավականին երկար ու միգուցե շատ մասնագիտական տերմինաբանությամբ հագեցված բան է, բայց ամեն դեպքում դա եւս քայլ առաջ է, որ դատական իշխանությունը ունենա էլ ավելի մեծ անկախություն, էլ ավելի արդար իր գործառույթները իրականացնել ջատման, անձեռնմխելիության սահմանափակման եւ այլն։ Եվ կրկին ուղղակի կխնդրեմ ձեզ 7-րդ գլուխը կարդալ, որպեսզի ամբողջական պատկերացում լինի։ Անցնում ենք առաջին ձեր ասում են ասես լավ չի, բերի հիմա ասեց ասում են այդ թողեք ոնց անում են ասում եք լավ չի, դե թողեք ժողովուրդ մի բան անի։ Մենք
Ընդամենը այդ է ասում, ասում է առաջ ունեցել, ասում են ասած լավ չի, հիմա էլ ուզում են փոխեն կառավարման սիստեմը, որը սենց անենք, հիմա սենց է չեն ուզում անել, էլ ոնց անեն։ Ես վերադառնամ նորից ձեր հարցին, դատականին։ Իմ ասածը մնում է ուժի մեջ։ Առաջ նախագահներ նշանակում, հիմա պարլամենտը։ Այս խոսքերը, որ ասվեց ինձանից ձախ նստած գործընկերների կողմից, ոչ մի բան դրա մեջ չի փոխվում։ Ինչ է ասում։ Ասում է 3-5-րդ օր պիտի նշանակենք դատավորին։ Իրան անմիջապես պետք է պատասխանել։ Ես սահմանությունն արդեն նախատեսել ես 89 հոդվածում, որ դու կայուն մեծամասնություն ես։ Կայուն։ Երկրորդ փուլ, ինքը երկրորդ փուլը անցնում։ Հասկանում եք, առաջին անգամ աշխարհում կիրառվում է, մտցվում է կայուն մեծամասնության փուլ։ Նախագահի ընտրությունը անում ենք, պարլամենտի ընտրությունը նես պիտի լի, որ մեկը շատ զիլ կրի, կայուն մեծամասնություն ունենա։ Եթե կայուն մեծամասնություն ես փոխել ես դատավորների տոկոսը, միշտ կարող ես ընտրել։ Եվ վերջապես մի կարևոր թեզ կա։ Ասվում է, պարոն, մեր ինձանից ձախ նստած պարոնի կողմից այն մասին, որ տեսեք, հանրապետականը միշտ համամասնականով պարտվել է, մեծամասնականով է կրել հանրապետական կուսակցությունը։ Չի պարտվել։ Հա, ինքը ասում է միշտ մեծամասնականով է կրել, իսկ համամասնականով 40% հավաքեից ունի։ Սա ապակող նշում է ձեզ երկու առումով։ Առաջինը, որ նախկին համակարգը համամասնական գումարած մեծամասնական է։ Իրար գումարած իրանք միշտ 60-ից ավել ունեցել են։ Երկրորդը, ընդհանրապես համամասնական է թե մեծամասնական, դա օրենքի հարց է, դրա համար սահմանություն պետք չէ փոխել։ Օրենքն է փոխում։ Եվ վերջապես երրորդ հարցը դա դեռ հայտնի չի ինչպեսի համամասնական կլինի։ Եթե լինի համամասնական ռեյտինգային քվեարկություն, դա նույնն է, որ 100% մեծամասնական է։ Այսինքն, իբր թե համամասնական է, բայց ամեն օկրուգում իրանք մի մարդ են դնում։ Մարդու է, քվեարկում ես եւ մարդու, եւ կուսակցությանը։ Հասկանում եք։ Դա այնքան բարդ համակարգ է, ես չգիտեմ որ տարբերակը կընտրվի։ Եւ այսօր միանշանակ չի, որ գրած է համամասնականը, ուրեմն քվեարկվելու են կուսակցությունները։ Ընդհակառակը կարելի է ասել, եթե ռեյտինգային լինի, կան ռեյտինգային քվեարկության տարբերակներ, երբ որ քվեարկվում են հենց մարդիկ։ Այսինքն դառնում է անունով համամասնական, դառնում է մեծամասնական, բայց կրկնում են դրա համար չարժեր սահմանություն փոխել։ Դա օրենքի հարց է, օրենքի դրույթ է, օրենքն էին փոխում։ Ես չեմ ուզում, որ սա կուսակցական կառույցների միջև վեճի անցնի, որտեղ բանկուսակցականներս ինչ անենք։ Հիմա, պարոն Բագրատյանը շարադրում է այն դրույթները, որոնք որ առաջարկվում են, բայց եկեք մի բան հասկանանք, ինչ բան է կայուն մեծամասնություն, անընդհատ շարվում է այս թեման։ Իրենք ինչի՞ով ասես, որ իրենք չեն։ Կայուն մեծամասնության խնդիրը կանգնում է այն ժամանակ, իհարկե ոչ թե կարող է, այ միգուցե տենց էլ լինի, կայուն մեծամասնության գաղափարը այն ժամանակ է, երբ որ կոալիցիոն համաձայնության գալը անհնարին է, այսինքն չեն կարող իրար հետ կուսակցություններով գան, որ վարչապետ ընտրեն, նոր երկրորդ փուլի հարց է կանգնում։ Բայց սահմանադրության մեջի գրված է, եթե ընտրության արդյունքում կամ քաղաքական կոալիցիա կազմելու միջոցով կայուն խորհրդարանական մեծամասնություն չի ձևավորվում, ապա կարող են գնալ նորից երկրորդ ընտրություններին, այդ ժամանակ խոսքը վերաբերում է ոնց որ մեզի, այդպես էլ ձեզի։ Այսինքն չեմ կարող ասել։ նորից անդրադառնանք։ Ինչ է խանգարում այն ուժերին, որոնք որ ընդդիմադիր ուժեր են, միավորվել եւ երկրորդ փուլով հաղթել ցանկացած իշխանությանը, ով ուզում է լինի։ Ինչն է խանգարում, այսինքն սա քայլ առաջ է եղած համակարգից, թե չէ։ Սա է հարցը։ Ինչա։ Մենք զայն իրավունք ունենք, զայնի։ Եթե թողեք ես իմ մեկ ժամանակով չի։ խոսեմ, այսինքն ես նորից Հրանտի մի խոսել եք, դուք խոսացեք, կա քեզի բան։ Ժամանակով չի։ Էս էլա, չէ՞ ժամանակով։ Կներեք, պարոն Բադրատյանի, ներողություն, պարոն Բադրատյան։ Մենք ենք հիմա խոսում, ես ավարտեմ միտքս։ Հա, այսինքն գիտեք, նորից մենք պետք է վերադառնանք այդ համամասնական մեծամասնական դրույթին։ Ինչ է նշանակում, որ եթե դու ցուցակով ես քվեարկում, դա նույնն է, ինչ
կամա նույնը չէ։ Այսինքն, եթե դու միևնույն է մեկ ընտրության հնարավորություն ունես ու կուսակցություն ես ընտրում, ուզում ես անձով կողմնորոշվի այդ կուսակցությունը ընտրի, ուզում ես անձով մի կողմնորոշի, եթե դու անձով ես ընտրում, դա միայն այդ անձի ներքին ռեյտինգի վրա կարող է անդրադառնալ տեսականորեն արդեն ընտրված կուսակցության շրջանակներում։ Այդ կուսակցությունը ավել ձեն, քան այսօրվա գործող համակարգով միանշանակ տանել չի կարող։ Պատմության մեջ դեպք չի եղել որևէ քաղաքական ուժ 40%-ից ավել ձայն տարած լինի, չի եղել տենց բան։ Մնացածը անհատ падգամավորների հաշվին է եղել։ Հիմա ասում են վերացնենք այս համակարգը, բոլորը բողոքել են, միշտ են բողոքել, ասում են որտեղ տեղերում առաջադրվում են, միշտ իշխող կուսակցությունը կամ իրեն սատարող ուժերն են նորից ընտրվում падգամը, բոլորը անխտիր սրա մասին խոսել են։ Պարլամենտի լսումներ դուք եք լսել, կարծում եմ համաձայն եք ինձ հետ։ Հենց եկավ պահը, որ լավ եղավ, հանում ենք, չէ, սկսեց, չէ, չի լինի, ոնց կլինի, ժողովուրդ ջան, փոխում եք, որ ինչ անեք, երկրորդ փուլ կայում մեծամասնությունը, ամեն ինչ ունի իր հստակ բացատրությունն ու հստակ տրամաբանությունը։ Եթե կան շահագրգռվածություններ այդ տրամաբանությունը դերիվար անել եւ շուտ տալ, բարի, ես ընդունում եմ այդ նպատակները։ Քաղաքականությունը ի վերջո հնարավորի արվեստ է։ Սա է հնարավոր, ես ավարտեցի իմ խոսքը, խնդրեմ համեցեք։ Նորից եմ ասում, ինչ որ ասեցինք, հստակ ասեցինք, դա առաջին անգամ է կիրառվում, այդպիսի բան չկա։ Ինչ վերաբերվում է համամասնականին, մեծամասնականին, կրկնում եմ, հայերեն եմ, չի ասում, դա օրենքի հարց է, դա սահմանության հարց չէ, հայերեն չի։ Սահմանության հետ կապ չունի։ Մնացածը ես նորից ձայնը ձեզ եմ տալիս, չեմ օգտագործում այդ րոպեները, թող խոսեն։ Էլի թող խոսեն։ Դու խոս։ Մենք խոսենք, շնորհակալություն։ Արժեք, ժողովուրդ ջան։ Լրացիոն, թե բան բագրացենք։ Չէ, մենք չենք խոսում, իրաց տալիս եք իրաց։ Չէ։ Ուրիշ հարց կա, հայերեն ենք ասում, այդ հարցը օրենքի հարց է, սահմանության հետ կապ չունի։ Քեզ ժամ բացատրում եք, ինչ եք բացատրում, ես չեմ հասկանում։ Խեք քննարկում չեմ էլ հասկանում։ Համամասնական թե մեծամասնական քննարկում եք։ Խնդրասիկ ու դանազնի։ Մենք չենք ուզում խոսել։ Օրենքի հարց է, սահմանության հարց ջան, բայց դուք սկսեք ու դանազնի խոսածը, մենք չասում չէ։ Խնդրեմ, Ժողովուրդը Կարելի է երկրորդ հարցը տալ։ Հարցը ուղղում եմ ձեզ, պարոն Բագրատյան։ Բոլորս էլ համոզվել ենք, որ դուք կիսանախագահական համակարգին կամ նախագահական համակարգին դեմ եք։ Ճիշտ եմ։ Կողմ եք, որ հին համակարգը մնա։ Դա ուզմունքը ո՞րն է։ Չէ։ Ձեր հարուսարշավի ժամանակ չէ։ Չէ, հիմա ես ուզում եմ ավելի ճիշտ կոնվորոշվել։ Ներողություն, ես ձեր անձի նկատմամբ ինչ որ հարց չեմ հետապնդում։ Պարզապես եթե դուք կողմ եք նախագահական համակարգին, նախկին համակարգին, կիսանախագահական ձևակերպում եմ։ Հերվանացել է։ Դուք առաջին հանրապետության, եթե չեմ սխալվում, վարչապետներից մեկն եք։ Չէ, երրորդ հանրապետության, ներողություն, երրորդ հանրապետության վարչապետներից մեկն եք։ Դաշնակցական կա։ Ոչ։ Չկա այստեղ։ Անկուսակցական։ Հանրապետական կա։ Հանրապետական։ Թողեք մարդը հարցը ասի։ Առաջի չէ, երրորդ հանրապետության, Դե շփոթ մենք էլ շփոթելու իրավունք ունենք։ Ձեր բանալեջից ինչ էլ ասես սկստասում է։ Չէ իմանանք էլի որ հանրապետության մասը։ Դուք եղել եք երրորդ հանրապետության վարչապետ։ Ձեր վարչապետության տարիներին, եթե ես չեմ սխալվում, հայտարարեցիք, որ կներեք սահմանադրության հետ կապ չունի, բայց բոլոր դեպքերում պետք է ասեմ, հայտարարեցիք, որ ես նաև որպես նաև ոչ միայն ուսուցիչ եմ, այլ նաև գյուղացի եմ, հողմշակող եմ։ Դրա համար ինձ այդ հարցը հետաքրքրում է, տալիս եմ։ Դուք հայտարարեցիք, որ մեզ խաղող պետք չի, մենք էժան խաղող ենք, սպիրտ ենք բերելու Պարսկաստանից։ Ինչքանով էր դա ձեր կողմից ճիշտ այդ հայտարարությունը։ Ինձ զարմացնում է այն, որ
Ին վարչապետության տարիներին դուք հող եք ստացել սեփական։ Դրանից հետո պահուստ հողերը վաճառել են ու ձեզ մի 40 մետր չի հասել։ Հիմա էլ դուք փորձեք եթե գյուղից հող վերցնեք, կստանաք 0, այս է կստանաք։ Դուք դա չեք հիշում։ Հիշում եք խաղի դեպքը։ Տվեցիք հողը, ավելի ճիշտ մեզ տվեցիք հողին։ Ոչ թե հողը տվեցիք մեզ։ Հա, դե հետ տվեք հողը, իրավունք ունեք հետ տալ։ Կարող եք գնալ հետ տալ, գնացեք հետ տվեք։ Տվել եք առանց տեխնիկայի, առանց բուժման միջոցների, ելել են տարիների, ումն էր պետք։ Ձեր վարչապետության տարի։ Հիմա չի ստացվում կրվեք արում, հարց եք տվել, թողեք պատասխանեմ։ Չի ստացվում, ինչ եք ասում։ Հարց ես տվել, պատասխանեմ։ Ուզում եմ շեշտել, որ այնքան թույլ եք, հասարակությունն այնքան թույլ է կրկնակի ստանդարտ, այնքան եք վախում գործող ուժից, որ փոխանակ մի մարդը, որ ասես ախպեր դու ինձ հող ես տվել, իրանք քեզ ոչ մի բան չեն տվել։ Դու հիմա կանում ես, ինձ ասում ես խաղի մասին, խաղի դեպքը։ 93 թվականին պարլամենտում, երբ որ ես 10 ամսում կառուցեցի Իրանի վրա կամուրջը, Հայաստանի Հանրապետություն մտավ, ես իր անունը չգիտեմ, կուզենայի իմանալ, հա? Հայաստանի Հանրապետություն մտավ իրանական սպիրտ, բժշկական, տեխնիկական սպիրտ, որը լիքն է Իրանում, քանի որ Իրանում 1979 թվականից հետո խաղողի այգիները քանդում են։ Դեպուտատներից մեկը Գերագույն խորհրդում ամբիոնում կանգնած ինձ հարցրեց, պարոն Բագրատյան, փակեք այդ կամուրջը։ Մեր խաղողագործությունը կանգնում է։ Ժողովուրդը սկսում է օղի խմել իրանական օղիները, իրանական սպիրտից։ Ես ասացի ավելի լավ է բոլոր այգիները քանդեն, քան թե ես Իրանի ճամփեն փակեմ։ Ավելին, դու հարց ես տալի մի մարդու, որը ձեզ հող է տվել, մեկ, եւ որը երբ որ աշխատել է կոնյակի գործարանում, այս տարածաշրջանում պայմանագրերի շնորհիվ 3000 հեկտար խաղողի այգի է տնկել։ Հարցրեք Առատաշեն գյուղը, հարցրեք Նալբանդյան գյուղը, հարցրեք Մրգաշատ գյուղը, շատ լավ գիտեք, որ դա ոտքի կանգնեցրեց խաղողագործությունը։ Ըստ իս դուք հարց եք տալի մի մարդու, որ ոտքի կանգնի խաղողագործությունը, ասեմ նաև գնահատական ես։ Չի կարող պատահես հարցը հնչի 10 անգամ։ Այս հարցը ձեզ զանգել են եւ ասել են կտակ 10 անգամ հնչում։ Հասկանում եք։ Պարտկոմ ունեն, պարտկոմ։ Հա, պարտկոմն ասեց գնաց։ Պարտկոմներին եկել է ցուցմունքը։ Դուք ասում եք մի մարդու, որը 98-ից 2008 թվականը աշխատել է կոնյակի գործարանի տնօրեն, ձեր մարզից այսօր ամեն տարի առնում են 20000 տոննա եւ այդ գործարանն է միայն առնում։ Լուրջ 20000 տոննա, առնում են նամուսով, նորմալ գնով, ձեր մարզում ես ունեմ 4000 խաղողագործ, 5-ից 10 տարվա պայմանագրերով, որոնց հետ դուք աշխատում եք, ու դուք շատ լավ գիտեք, որ այդ գործանն է, որ բերում է ձեզ թունակի մի կատա տալիս, պարտանյութ տալիս ավանսով, եւ խաղողագործության հարցը ինձ տալը, ես պարզապես ամոթ եմ համարում, եղավ, իսկ այդ խոսակցությունը ընդամենը եղավ ասի Սաֆարյան ասի, ես չեմ փակի այդ կամուրջը, լավ իշի, ուզում եք քանդերի խաղողագործությունը, դա կյանքի կամուրջը, ինչ անեմ, որ այսօր ընդեղից ավելի էժան է գալիս սպիրտը, ինչ անեմ, բռնեմ փակեմ, եղբայր, մի հատ երկիր է ճամփան, սա է խնդիրը։ Վասալերկեն որտեղ է ստանալու։ Բա ուսուցիչ եք բան։ Ոչ ոք դրանից հետո այգի չի քանդել։ Ես այդ պատասխանը տվել եմ կոնտեքստից մի կտրեք։ Ես ձեր հարցին պատասխանեցի։ Ես չեմ ասա գնացեք այգի քանդեք։ Ես ասել եմ կյանքում այդ կամուրջը ես չեմ փակի, խնդրեմ։ Շատ լավ։ Դուք հարցը տվեցիք ներողություն, հա, մի վարքան, հարցը տվեցիք, եկեք բան լինենք, էլի ազնիվ լինենք։ Պարոն Բագրատյանը պատասխանեց, դուք կարող եք դրանից բավարարված լինեք, կարող եք բավարարված չլինեք։ Անցան տարիներ կոչվում է, կինո շարունակություն ունի, էլի, այս ձեր սիրած կինոնի դեպ։ Անցավ եւս մի քանի տարի։ Պետությունը իմ սիրած կինոյում ես ազնիվ եմ։ Ձեր սիրած կինոյում եմ ուզում, որ հիմա դուք ազնիվ լինեք բոլորի առաջ։ Ասեք, բա այսքան տարի հետո, այս հարցը տայք, պարոն Բագրատյանն էլա պարլամենտում, էլի մարդիկ կան, որ պարլամենտում են։ Ես ձեր հարցը կհասկանա, եթե դուք տրամաբանորեն շարունակեիք։ Այդ տարիներին այդ վիճակում այդ լուծումը տրվեց։ Լավ էր, վատ էր, նորից եմ ասում, դա էր սուբյեկտիվ կարծիքն է։ Բա հետո եւս 15 տարի կյանքը առաջ գնաց, չէ՞։ Ունեիք շանս ինչ որ բան ավելի լավ անելու, չէ՞ որ մենք պատերազմող երկիր էինք, պատերազմը հաղթեցինք, գործողություններ եղավ, որ այսօր կարող ենք որակել վատ, գործողություններ եղան, որ որակում ենք լավ, բայց կյանքը շարունակվեց։ Այսինքն սա ենթադրվում էր, որ կառավարման մեջ պիտի ավելի լավ դրական փոփոխություններ լիներ, գյուղացու կյանքում դրական փոփոխություններ լինեն։ Այս ինչի՞ չէ ձեր հարցը տրամաբանորեն շարունակում, իսկ ի՞նչն էր պատճառը,
է, որ 20 տարիների ընթացքում դրական փոփոխությունը ավելի դանդաղեց, քան առաջ գնաց։ Այ ես ձեզ այդ ժամանակ կհասկանամ։ Խնդրում եմ, այդ հարցը տվեք, էլի։ Ինքներդ մի հատ այդ հարցը տվեք։ Այո թևը, գիտեք, միացի իրավիճակ է, ես հասկանում եմ դուք ինչ եք ասում։ Ես շատ լավ հիշում եմ այդ տարիները, որովհետև ես այդ տարիներին նույնպես երկրի քաղաքացի եմ եղել։ Ես ունեմ իմ հստակ գնահատականը ու կարծիքը այդ տարիների վերաբերյալ, այդ թվով իմ կողքից ոչի կողմնակից նստած գործընկերոջս կառավարման տարիների, բայց կոռեկտ չեմ համարում դրանք սա անել, դնել շրջանառության մեջ եւ արծարծել տվյալ նախագիծը քննարկելու գործում։ Կարծում եմ, որ մենք չենք մեկ, ես կարծում եմ գործընկերներ, խնդրում եմ, հա, որովհետև գիտեք, դրա դատավորը իհարկե ժամանակն է, ցանկացած իշխանություն բեռ է, ցանկացած իշխանություն պատասխանատվություն է, ցանկացած որոշում, գիտեք, հեշտությամբ դատել շատ հեշտ է, բայց ժամանակը ամեն ինչ իր տեղերը դնում է։ Եվս մի խնդրում, ես կարող եմ ձեզ խնդրանք եղել, պարոն Բագրատյան, խնդրել։ Կարող եմ, չեմ դաստիարակում, չեմ խրատում, որ խնդրում եմ։ 15 օր ձեր հետ եմ խնդրեմ, պարոն Բագրատյան, ուրեմն երբ որ մարդիկ որոշակի հարցադրումներ են անում, որոնք որ վերաբերում են այն տարիներին, երբ դուք ունեցել եք իշխանություն, եւ իրենց որոշակի մտորումները, կարծիքները կամ բողոքներն են հղում կախված այս կամ այն որոշման հետ, խնդրում եմ մի վերագրեք դա այո քարոզող թիմի դրդմանը, սովորեցմանը, ինչ որ շինցու լինելուն, որևէ առնչություն, ես ձեզ անկեղծորեն ասում, դուք կարող եք ինձ հավատալ, կարող եք չհավատալ, դա ձեր իրավունքն է, ես վստահեցնում եմ ձեզ, որևէ միջամտություն, հնչող հարցերի, մարդկանց ովքեր այսօր այստեղ նստած են, իրենց կազմի եւ իրենց բարձրացրած հարցերի մեջ, մենք որևէ միջամտություն չենք իրականացրել, հասկանում եմ, դա կարելի է հաճելի կլինի, անդուր կլինի, եւ իշխանության ներկայացուցիչների համար, եւ նախկին իշխանության ներկայացուցիչների, մենք կապ չունենք, այս մարդիկ իրենց միտքն են արտահայտում։ Խնդրում եմ, չասենք, որ սովորեցրած են ու հարբած։ Ես մենք չենք մեկնաբանում, սա կարծում եմ։ Պարոն Սաղաթելյան, թողեց։ երբ որ ես աշխատել եմ կոնյակ գործարան, այս մարզը, այսպես մազերից բռնել եմ, ցեխից հանել եմ խաղաղգործությունը։ Լավ։ Ավելացնելով 2700 հեկտար խաղող, եղավ։ Իմացի։ Եվ ինձ համար անընդունելի է, որ չէ ասած հարց անցնում մարդու մտքին։ Այդ է քիշել։ Սա է։ Լավ, անցնենք։ Մենք ժամանակ ունենք, Դավիթ։ Ժամանակ ունենք, որտեվ ես իմ 3 րոպեն էլ դեռ չեմ օգտագործել ու մտադիրել չեմ, առաջարկում եմ, որ դա հարց, հաջորդ հարցը, խնդրեմ։ Կան հարցեր։ Հարցերը բրծավ, ինձ թվում է անցնել եք քիսիսին։ Բոլորին ամեն ինչ բարձ է հասկանալի, տեսեք լրությունը ուզեք լրրեք մի քիչ։ Պայման գնալ եւ ձեր ձայնը տալ այոյին։ Ուզում խնդրեմ, որ ես իշխող կուսակցությունը ներկայիս, ես չգիտեմ, ամսի 6-ից հետո որ կուսակցությունը կիշխի պարլամենտում։ Ես չգիտեմ, դե չեմ կարող ասեմ, ես վանգան չեմ, ասեմ, կուսակցությունը։ Ուրեմն ես ուզում եմ մտցես բան էլ ասենք, այսօր որ ասում են այն Ամերիկայի, չգիտեմ, են զարգացած երկրներում են ապրող են լուրջ միլիարդատերն, որ խոսում են, իրենք ասում են վատա։ Վատան մի քիչ հարաբերական է, էլի, մարդ եթե ուզում է աշխատանք գտնի, դե մենք էլ ասենք զարգացող երկիր ենք, նոր եմ ասում, պատերազմի մեջ գտնվող երկիր ենք մենք, հազար խնդիր ունենք։ Պրոստը ես ուղղակի իմ կարծիքն է, էլի ասենք 20 տարին եք ասելու։ Հիմա այս մարդիկ չգիտեն աշխատեն, ասենք մարդիկ աշխատում են, բայց միան ժամանակ է 1000 կողմից խանգարում են, գոռում են, մեկը մի բան ասում է, որ խաղից է խոսում։ Թող մարդիկ աշխատեն։ Վերջացավ գնա։ Չեն կարողանում աշխատել։ Կարողանում են, պարոն Բագրատյան։ Որ չխանգարեք կկարողանան։ Ով խանգարեն։ Դուք խանգարում եք Նիկոլ Փաշինյանը, խանգարում եք խանգարում են մարդկանց մտածելակերպի ժամանակից են խլում։ Փաշինյանը ինչով է։ Ժողովրդի մասին։ Լավ էլի, թողեք մի բան ես ասեմ, լավ, ապեր։ Չի խանգարում։ Այսինքն արհեստական լարվածություն ասում։ Մի րոպե թողել եք, թող մի րոպե։ Մի հատ բառ ասեմ, հետո դուք շարունակես։ Ես ձեզ հետ համաձայն եմ։ Դուք կարող եք պատկասնել, որ ես ձեզ հետ լավ է դի որ ասում են, բայց ճիշտ են անում են, էլի ասում են սխալ։ Ես խանգարում ես դու։ Ես համաձայն եմ ձեզ հետ։ Բոլորովին պետք չէր պատերազմի շեմին կանգնած երկիրը
Ծանր ցնցումների է։ Տեսեք, մանկավարժին հարց եմ տալի։ Ստեղից հուարեցին, ասում է, կարելի է անուն ազգանուն էլ փոքրատառով գրել, եթե իշխանություն Երևանից ասում են, ասում է, հա, ու ձեն չանեց հետո։ Սա շատ վատ է։ Մեր երկրում պատերազմի շեմին կանգնած երկրում բերել սենց մեծ պարակտություն մտցնել, այո եւ ոչի։ Դուք գնացեք ձեր տները, ձեր հարևաններին հարցրեք, տեսեք ինչքան ոչ կա եւ ինչքան այո կա։ Այսինքն չելած տեղը, սրա կարիքը չկար, պարակտել են ժողովրդին ու շատ կարևոր հարցով սրա առաջի հոդվածներից մեկը գրված է իշխանության յուրացում։ Այս օրենքով իշխանությունը յուրացնում են, ով է գնալու պատերազմելու այդ խաների համար։ Խանության մասին է այս օրենքը։ Ես գտնում որ դուք ճիշտ եք ասում։ Հիմա պետք չէ այսպիսի մեծ ցնցում առաջացնել մեր երկրում։ Պետք է լիներ պարտիական հանձնարարությունը հետո կկատարեք։ Մենք դուք կհավաքվեք կզրուցեք։ Մենք հարմար առիթ եկել ենք կոշտ հարցեր մասին եք հարցնում։ Աշխարհի ամենալավ դուք բացասական կվերաբերվեք իմ ասածը։ Ձեր ասածը ախր սրանից տեսակից է գալի։ Դուք մանկավարժեք հարցրեք կրթության մասին, ինչ է գրված, մեր դպրոցների հարցը, մեր ծրի կրթությունը, պարտադիր պետական ֆինանսավորումը բարձրագույն կրթություններում ուսանողների կրթաթոշակը, դրա փոխարեն դուք ասում եք, այն ձեր օրոք են պատերազմը կարող է պատահի, այդ ինչ հարց է։ Պարոն Արշակյան, շատ ներողություն, երբ որ դուք շեղվում եք սահմանադրությունից, ոչ ոք չի ասում դες որ դուք պատվեր եք կատարում։ Ո՞վ է շեղվել։ Ես եմ ասում։ Ո՞վ ասելով ոչ։ Երբ որ դուք շեղվում եք, ոչ ոք չի ասում դուք շեղվում եք, բայց երբ որ մենք ենք շեղվում, արդեն ասում եք պատվեր եք կատարում։ Ինչքանով է դա ճիշտ։ Կրթության մասին հարցրեք, սահմանադրության մասին հարցրեք։ Ներողություն էլի, ես ներողություն։ Այո։ Պարտական ժողով եք։ Ես ես 10 տարի հանրապետ։ Դե դրանց եք իրար խոսեք ինչ եք։ Չէ, իրար, ձերդ եմ ուզում խոսեմ, սա։ Կուսակցական լինելը բան չի։ Պարոն Բագրատյան, Էնես չի որ ձեր եք խոսալը մեզ պետք է։ Ցեկայից մարդ է եկել հանդիպում եք անում։ Ժողովուրդ ջան, դուք եք հեշեի ժողով արեք մի արեք։ Կուսակցական լինելը բան չի։ Ես ոչ մի կուսակցությունից չեմ, հեշեի ժողովն բոլորին է Ձևական չէ, ես ասում եմ ես ոչ մի կուսակցությունից չեմ։ Ժողովուրդ կուսակցական լինելը բան չի։ Այո, իվարկան էլի ներողություն։ Կուսակցական լինելը բոլորովին վատ բան չի։ Երբ որ այդ կուսակցությանը անդամագրվում ես գաղափարները կրելով, ոչ թե ձեր շահից ելնելով, ոչ թե անձնական խնդիրը լուծելով, եթե դուք իսկապես գաղափարի եք միացել հանրապետական կուսակցությանը, ես ողջունում եմ, բայց հիմա ես մի հատ ուզում եմ հարց ձեզ հղեմ։ Ձեր հարցերը լսեցինք, դուք շատ ակտիվ եք, շատ լավ է, դուք ակտիվ կուսակցական գործիչ եք։ Հիմա խնդրում եմ, որպես ակտիվ գաղափարը կրող հանրապետական կուսակցության, նախ ասեք որն է գաղափարախոսությունը, եւ երկրորդը մի հատ կբացատրեք, երբ որ ասում եք ուզում են աշխատել, ուղղակի ես անկուսակցական եմ, մարդ եմ, ուզում եմ հասկանամ։ Կասեք, որ ուզում են աշխատեն ու չեն թողնում։ Մի հատ այս ֆորմուլան բացեք։ Դուք եք դուր ասում։ Ասում եք ուզում են աշխատեն, չեք թողնում։ Չէ, չեն թողնում նկատիչում, ես ուզում ասեմ արհեստական լարվածությունը ես նկատի ունեմ։ Այսինքն եթե դուք ունեք գյուղապետ, գիշերից լուրերը նայում ես, մենակ ռմբակոծում են, քարկոծում են։ Մարդկանց անուն ես տալի, ինչ ասել այդ մարդը։ Իշխանությունը փողը ձեր ձեռքերում է, ձեզ ով է բռնել որ աշխատեք։ Ես ոչ մեկ։ Բա դուք եք որ ասում։ Չէ, ես ուզում եմ ասեմ արհեստական լարվածությունը։ Պատասխանեք ավելորդ հարցերով։ Ով է ստորագրել հանրապետական Կարելի է չես երկու բառ ասել։ Մի վարքյան։ Խնդրում եմ ձեզ, երբ որ մենք զուգահեռ ենք խոսում, ոչ մի բան եթերում չի հասկացվում։ Թողենք հերթով։ Այսինքն լրությունը լավ է, չէ՞, լրությունը լավ է։ Կարող եմ ասել։ Ուրեմն սիրելի ժողովուրդ, սիրելի հայրենակիցներ, սիրելի իմ գործընկերներ ջան, ես ձեզ մի բան ասեմ։ Եթե կարին է, հապերեք։
Ես եմ ասողը դու ո՞ց կարաս ինձ ճանաչել։ Սիրելի ժողովուրդ ջան, սիրելի գործընկերներ ջան, ուրեմն ես միշտ ասել եմ նորից եմ կրկնում, մեր ընդդիմադիր գործընկերները ոչ պակաս հայրենասեր են, ոչ պակաս հայ են։ Մենք հայրենասեր ենք, դուք ոչ պակասն եք։ Ոչ պակաս։ Պատմենք իրանք լավն են։ Ոչ ավել են, ոչ պակաս են։ Նայ։ Նույն ձևի մեզի լավ քուրտվեք ավարտել։ Կարելի է չի ասել։ Կարելի է չի ասել։ Դա մեր դիտար կարելի է չի ասել։ Կարելի է թույլ տակ ես ասել նայմար։ Մեկը ես որ իմը սկսեմ իմը, չէ՞, դուք չեք կարող խոսեք։ Ես որ իմը սկսեմ, դուք չեք կարող խոսեք։ Իմ մտածմունքով եմ դա ասում։ Որովհետև ցանկացած մարդ երբ որ խոսում է բոլոր դեպքերում ինքը գնահատում է, որ ինքը այդ արժանինքները կզասեն որևէ մեկից ոչ պակաս են, ոչ ավել են։ Մենք իրենց շատ լավ ընդունում ենք, մենք իրենց շատ լավ հարգում ենք, պարզապես հարցերի լուծման մեջ իրանց տեսանկյունը այդ հարցերի լուծման մի քիչ այլ է։ Մենք շատ դեպքում հագատ Մեր իսկականն է։ Լավ, այլ մենք եք իր իսկական։ Մեր իսկականն է, դերը այլ է։ Հələ լավ էլի ազատ։ Ես գիտեմ, դե հիմա ժամանակա որ ընդդիմությունը ես աշխատում հասկացա։ Ինչ ես դու դուրս աշխատում։ Վայ, լավ դե հիմա մի դուր կապնեմ ես։ Ես ցակումով տեղից եմ։ Ես քեզ նորից ասեմ, ուրեմն մի հանգիստ, թող ես միջավ ավարտեմ իմ խոսքը։ Չեմ թողելու։ Դու հիմա ասեմ շատ փոքր չի, դալիքով մեծ անձն։ Չասեմ ես կտրակվեմ ախր։ Կարգին ժողովուրդը վերեցիք պարտական։ Ամսի 6-ին ժողովուրդ ջան։ Որևէ մի բան էական։ Որևէ մի բան էական, որ այդպես խոսում են, դե ամսի 6-ին աշխարհի վերջն է գալու։ Ոչ։ Սկիզբն է։ Դավիթ ջան, այս Ոչ։ Թույլ տվեք։ ակտիվին մեջ չի բերել էլի։ Թույլ տվեք։ Ուղղի ասենք նստած այդ Ազատ է մեր գրաֆիկը հրապարակում է։ Ով է հասկանում եք իրանց Մարդկա հեշեից դուրս է։ Ժողովուրդ ջան, ես ես նորից եմ ասում։ Որևէ մեկ անգամ դուք վատ մի զգացեք ամսի 6-ին, խնդրում եմ ժամանակ ավելացրեք, մեկ այս խոսելու եմ, մենք ինչքան ժամանակ է տված։ Վերջի նստած են մարդիկ, որ մտավորական են։ Նստած եմ ասում, ամսի 6-ին որևէ մեկ էական բան այնպես չի որ աշխարհը սրանով վերջանում է, ոչ մի ողբեր։ Որևէ մենք պարզապես մեր առաքելությունը կայանում է նրա մեջ։ Լավ, պարոն Արշակյան։ Մենք ասեմ ձեզ, ես ձեզ ասեմ, որևէ մեկ բան, այսպես ասած, մեր մարդկային հարաբերությունների մեջ էական փոփոխություն չի տեղի ունենալու։ Նորից ամսի 6-ից հետո նույն տեմպով իրենք պետք է փորձեն բացատրել հակառակը, որտեղ ժամանակին իրանք սա են ուզես համակարգել։ Այո, բոլորը ուզես համակարգել։ Ամսի 6-ին Թամարա ջան, եթե իմ իշխողությունս չի դավաճանում, սիրելի իմ քույրիկ, Թամարա ջան, դուք ՄԱԿ կուսակցության որպես փոխնախագահ ստացաք սոցիալական փոխնախարարի պաշտոն։ Ինչ եղավ։ Հիմա չէ, ազնվորեն էլ ասեք, փոխ քաղաքապետ էի։ Դուք վարչապետ էի։ Ես էլ բնապահպանության նախարար եմ եղել, ով է բանալ։ Ասում եմ, ես չեմ հրաժարվում։ Արանչի, Այվազյան, ես քեզ ջան եմ ասում, արա ես ասում։ Երրորդ դեմքով մի խոս, Արանչի ես Երևանցի եմ։ Ես Երևանցի եմ, արա եմ ասում։ Լավ։ Ուրեմն Սահմանադրության մասին խոսեք։ Դու ճաղատ ես, դու կին ես, ինչ խոսակ։ Են մեկն ասում է ես օպերատիվ կրթություն ունեմ, են մեկն ասում է Պարոն Արշակյան, պարոն Բագրատյանը լուր նստած է։ Մենք լռում ենք ուրիշ բաներ ենք։ Պարոն Սաղաթելյանը ասում է, կարելի է չէ, թույլ տակ ասել։ Սահմանադրությունը կարդացել եք։ Բայց ինչ պարտականներ եք։ Սահմանադրությունը մեր խնդիրը, այլ թույլ չեն տալիս որ խոսեն։ Բոլորը բարձրական են։ բոլորը չէ, հնեսները Մեր խնդիրը, Այդ ամենը ճիշտ է։ երբ որ պարոն Բագրատյան, երբ որ կներես, պարոն Բագրատյան, երբ որ մեր հուշարձանների, մեր հորոցների հուշարձանների մոտից մոտեցան ու սկսեցին ին վրա խոսել է, ես ոչ մի անգամ չասեցի, որ դուք ինչ եք ուղարկի, ես պարզապես ձեզ մոտեցա, ասենց հանակով ասեցի, որ պարոն Բագրատյան, ես էլ դուք եք ուղարկի։ Ժողովրդի մոտ կարծիքներ հայտնելու իրավունք ունեն։ Կապ չունի ինքը որ մի կուսակցություն է ներկայացնում։ Ինքը ոչ ավել, ոչ պակաս ինձնից ու քեզանից։ Քիչ պակաս չի մտածում այս երկրի մասին, ինքը երևի կարող է մի քիչ ավելի շատ է մտածում արտահայտման բան չունի։ Եւ ամսի 6-ի մեր առաքելությունը ժողովուրդ ջան, ես նորից եմ ասում, իսկականից եմ ասում, մենք
եկել ենք մենք մեր տեսակետներն ասելու, ավել պակասի համար ներող կլինենք։ Մենք ասում ենք սա է գրված, սա ուղիղ է գրված, սա կիսատ է գրված, որտեղ որ ճիշտ չեն ասում, փորձում ենք ուղղել։ Մեր խնդիրն է որ դուք ծանոթանաք սա։ Որտեղ մենք ճիշտ չասենք։ Դե մեկ ստացվում է։ Դա ֆանատիզմ։ Հասկանում եք, մեկ ստացվում է, եթե մարդը ի սկզբանե ինքը գիտի որ ինքը միշտ ճիշտ է ասում։ Ոչ, բանավիճակ չեն ասում ճիշտ ու սխալ, ասում են ձեր կարծիքդ համաձայն չեմ։ Ուրեմն ճիշտ չի։ Դուք էլ վատ չեք։ Ոչինչ։ Հիմա մենք չէ ինքը կասի որ դուք ուղղակի ընտրելու իրավունք չունեք։ Եթե դուք ունեք, կարդացեք, տեսեք, 7-րդ հոդվածը։ Հետո ինքը կարող է ասել 7-րդ հոդվածը չի, 171-ն։ Հատուկ խոսել իմ ժամանակս կարելի է, չէ՞։ Ես իրավունք ունեմ, չէ՞, ես էլ եմ երեխաներ, պարոն Բագրատյան։ Ձեր ողորմածությունից ելնելով ես էլ իրավունք ունեմ, չէ՞ խոսելու։ Էլ չշեշտեք, էլի պարտիական։ Բավան չստեղծեք, պարտական եք ասում։ Եկեք մարդիկ, պարտական եք ասում։ Իրեք ժամը խոսում եք, եկեք լուրջ մարդիկ եք այ մարդ։ Նկատի ունի իր խոսքի մեջ ինչ-որ կազմակերպված ինչ-որ վիճակներ։ Կներեք, ես ներողություն եմ խնդրում սաղի տեղը, եթե ինչ-որ մի բան այդպես չեք արել։ Պարզապես ասում եմ, ամսի 6-ին ժողովուրդ ջան, գնացեք, սա ծանոթացեք, եթե որևէ մեկ հարց կա, դուք ձեր որոշումը կայացրեք։ Մենք ասում ենք, ներկա իրավիճակի խնդիրները լուծելու համար անհրաժեշտ է բարեփոխումներ եւ առաջարկում ենք սա։ Իրանց առաջարկածը, ասում եմ մենա նույնը։ Դուք ընտրություն եք կատարել։ Ընտրության իրավունքը ձերն է։ Եթե բացարձակ դրա մասին չի խոսքը, ժողովուրդ ջան, ես ներողամտություն եմ հարցնում։ Ես իշքան գիտեմ, ես եկել եմ սահմանադրական նախագծի տարբերակը ձեզ ներկայացնելու։ Ուրիշ ոչ ավել ոչ մի բան։ Կրկնում եմ ձեզ, կարդացեք, ծանոթացեք, դուք ձեր որոշումը կայացրեք։ Պարզապես մենք առաջարկում ենք փոփոխություններ։ Սա է մեր ասած։ Ներող կրնեք ավել պակասի։ Եթե հարց կա, քիչ ժամանակ ունենք ուղիղ եթերում, ուղղեք ձեր հարցերը։ Ներողություն արձագանքի համար, հա։ Չկան հարցեր։ Հարցեր չէ, նախ արձագանքի համար։ Այդ նույն ձևերը, որը որ կիրառվում է, պարոն Այվազյան, լավ կլիներ, որ այստեղ լինեք, հա։ Երբ որ կիրառվում է, կարծում եմ ձեր խոսքերն էին, որ ընտրությունը ոչնչի ու մի քիչի մեջ է։ Այսինքն այսքան ժամանակ ոչինչ եք արել, հիմա էլ մի քիչն եք առաջարկում։ Ժորժ ջան, տենց չի իրականում եղել է համակարգ, որին իրենք են այո նորից ասել իդեպ, նույն խրոխտությամբ, նույն համոզմունքով, նույն վստահությամբ, եթե կային, այո, եթե կային, երբ որ մենք ասում ենք սահմանադրություն եւ այլն, օրինակ ես այստեղ իմ ու քո հետ չեմ սիրում, որ անում են։ Մենք խոսում ենք դրա մասին, որ այս նախագիծը, այս մոդելը Հայաստանի համար էֆեկտիվ չի կարող լինել այս փուլում։ Խոսքը սրա մասին է եւ որևէ մեկը այո թևից դեռ չի բերել այն հստակ պատասխանը, թե իսկ ինչն էր, որովհետև ինչի մասին իրենք խոսում են, որ այ առաջընթացը այս ոլորտում, այն ոլորտում, այդ ոլորտների առաջընթացը կարելի էր ապահովել նաև իրական բարեփոխումներ անելով այս սահմանադրությունը։ Այն որ մեր երկրում համակարգային փոփոխությունների կարիք կա, ոչ մեկ չի կասկածում, բայց այն որ կա տոտալ նաև անվստահություն, թե ովքեր են այդ փոփոխություններ կատարողները, այս դրա մասին կարող ենք խոսել։ Երբ որ այդ վստահության նիշը կբարձրացվեր, մենք էլ հիմա այսպես չէինք բանավիճի, դուք չէիք խուսափի այդ պատասխանից, որովհետև եթե ես մի կուսակցության անդամ եմ, այն ինչը որ անընդհատ պարոն Այվազյանը սիրում է շեշտել, այո, եթե դու գնում ես լիբերալ գաղափարախոսության հետևից, ուրեմն դու այդ գաղափարախոսության կրողն ես։ Եթե դու բուրժուազիայի կողքին ես, ուրեմն բուրժուազիայի գաղափարախոսությունն է քեզ համար լավը։ Ու դու պետք է ասեիք, հարգելիս եղբայր, դուք պետք է ասեիք, ես սիրում եմ բուրժուազիան, խելագարվում եմ, դրա համար եմ իրանց կողքին, բա որ չկա ինչ գործ ունեք այնտեղ։ Կամ մի վարքյան, ես ասեմ կուսակցությունը, պաշտոնը կուսակցության հետ հեչ կապ չունի։ Տեսեք, դուք եք նույնականացնում։ Այ դուք նույնականացնեք։ Եթե դուք սոցիալիստ եք, ուրեմն պետք է ասեք։ Եթե դուք սոցիալիստ եք, պետք է ասեք։ Ժողովուրդ, մի վարքյան, խոսքս հիմա չեմ անձնավորում, ասում եմ, եթե դուք սոցիալիստական գաղափարախոսության հարողն եք, ուրեմն պետք է ասեք, մենք սոցիալիստ ենք։ Խնդիրը հետևյալն է, ցավոք սրտի, Հայաստանի Հանրապետությունում դեռ քաղաքական մշակույթը այն վիճակում չէ, քաղաքական կուսակցությունները կայացած չեն, կայացած են թիմային մտածողությունները, այսինքն կուսակցությունը գաղափարի շուրջ չի, շահի եւ թիմի շուրջ է, եւ սրանով է պայմանավորված ին ոչը, որ
որ ես ասում եմ, սա ժամանակավրեպ է։ Պարլամենտարիզմի անցնելը իբրև կառավարման մոդել ժամանակավրեպ է Հայաստանի Հանրապետության համար, արդյունավետ չէ։ Այսքանը, խնդրեմ Վաղինակ ջան, բան ունեք ասելու, ասեք։ Րոպե չունեմ։ 3 րոպե Դուք եք գնում բանդակ։ Մեր լքում են, հերթով լքում են։ Տեղը տամ։ Դա Գիտեք, կարծում եմ նորմալ երևույթ է, որ մարդիկ տարբեր ձև են ընկալում մեր գործընթացները, որոնք որ մեր պետությունը իր տարբեր զարգացման փուլերում ունեցել է։ Նորմալ է։ Մեզանից շատերը ես նկատի ունեմ մարդիկ, ովքեր կարծում են, որ արմատական փոփոխություններն ու մայր օրենքը պիտի փոփոխվի, որպեսզի տարածություն ու օդ տա մեր վաղվա օրվա այլ ձև լինելու համար։ Մարդիկ կարծում են, որ ու անձամբ ես, որ պետությունը կենդանի օրգանիզմի պես է, այսինքն ինքը ունի իր զարգացման փուլերը։ Եթե օրինակ ինձ հարցնեք, ես կնախընտրեի, որ կամ պարլամենտական համակարգը մնար, որը որ եղել է 90-ականների սկզբին, եւ որով ժամանակին առաջին իշխող կուսակցությունը եկավ իշխանության, ինք պարլամենտարիզմի շրջանակներում է եկել, հետո նոր ընդունեցին սահմանադրություն եւ երկիրը դարձավ նախագահական, բայց մենք անցել ենք մեր զարգացման փուլերը, այսինքն կարծում եմ, որ դպրոց պետք է գնալ 6 տարեկանից, ինստիտուտում պետք է սովորել 17-ից 20 տարեկանից սկսած, ասպիրանտուրայում մի քիչ ուշ, բանակում ինչքան շուտ ծառայես, այդքան լավ, դրանք իմ պատկերացումներն են, բոլորը չեն, որ այդ պատկերացումները կիսում են, նորմալ է, մարդկա կարծում է, որ բանակում ընդհանրապես պետք չի ծառայել կամ հնարավորինս ուշ ծառայել, որ ինչին է պետք ընդհանրապես սովորել ինստիտուտում, երբ որ կարելի է դա չանել, նորմալ է, դա էլ է նորմալ։ Մեր կարծիքով սա հենց այն ժամանակն է, որ հիմա հենց այն ժամանակն է, երբ մենք անցել ենք արդեն 2 ընտրական ցիկլ, հասկանալով, որ համակարգը, որը այսօր գործում է, որը երաշխավորում է հաղթողին ամեն ինչ, իսկ պարտվողին ոչինչ, եւ ուղղակի դրդում է քաղաքական փոքրամասնությանը եւ իշխանությանը փոխադարձ ատելության, ժողովրդի ել ավելի պառակնման, նախագահական ընտրությունները, որոնք որ մենք տեսել ենք ու անձի շուրջ ընտրությունները, որոնց որ մենք ականատես ենք եղել, միշտ ցնցումների առիթ ու առարկա են դարձել հասարակության մեջ եւ միշտ զուգորդվել են յետընտրական լուրջ խնդիրներով։ Մենք կարծում ենք, որ սա մեզ այլևս պետք չէ։ Մենք բավարար ժամանակ է անցել, որպեսզի մենք անենք համապատասխան հետևություններ ու մեկ քայլ առաջ էլ դնենք մեր ապագան ավելի լավը, ավելի կազմակերպված, էֆեկտիվ պետություն ունենալու։ Ներեցեք, արդեն ժամանակն է եթերում չի մնացել։ Ես հիշում եմ աղոտ, ինչպես նաև 95-ին է։ Չէ, բավականին բան փոփոխվել է, գիտեք դուք ինչի կարող եք զգալ կամ շատ չզգալ, որտեղ ըստ էության Սահմանադրությունը Չէ, 2005-ի մասին ասում եմ, մենք նախագահականից չի զգացել։ Նշանակում է 95 թվականին։ Խնդիրը սահմանադրությունը չի, իրականացումն է։ Մենք 2005-ին անցանք կիսա նախագահական համակարգին, որը բավականին լուրջ կարծում եմ եւ ժողովրդավարության, եւ ազատությունների, եւ քաղաքացիական ազատությունների, քաղաքացիական զարգացման կայացման, մամուլի ազատության մենք լուրջ առաջընթաց ենք ունեցել եւ դրանք օբյեկտիվորեն գրանցված, ամրագրված փաստեր են, որ հնարավոր չի համեմատել մեր հասարակությունը հիմա ու 15 տարի առաջ իր ազատությունների առումով։ Դա միանշանակ է, բայց մենք ունեցել ենք համակարգ, երբ մենք պետք է ապրեինք կամ սուպեր նախագահական երկրում, երբ պարլամենտի մեծամասնությունը նախագահը մի քաղաքական թիմ են, կամ իրարամերժ, կամ իրար հակասող, կամ իրար հետ մրցակցող համակարգում։ Ստացվել է այնպես, որ մենք եղել ենք այն սիստեմում, որում եւ պարլամենտի մեծամասնությունը եւ նախագահը եղել են մի քաղաքական թիմ։ Նույն զգալի հատված այդ տարիների ընթացքում, հա, որը մենք ասում ենք։ Այսինքն մենք ասում ենք, որ սա իր արդյունքը չի տալիս։ Մենք գնալով ել ավելի ենք իրարից երվանում։ Մեզ բնորոշ չի քաղաքական մրցակցություն, մեզ ավելի շատ բնորոշ է թշնամություն։ Մենք չենք ուզում այդ թշնամությունը ել ավելի շարունակենք, որտեղ պարտվողը ոչինչ չի ստանում, իրեն մնում է միշտ հայոյել, բողոքել, դուրս գալ փողոց, քարկոց
խոսել եւ այլն։ Ոչ մի կոնստրուկտիվ գործընթաց սա չի ենթադրում։ Մենք ասում ենք, որ մեր ապագան մենք այդպիսինը չենք տեսնում, ինչպիսին որ եղել է մի շարք պետություններում նման կառավարման համակարգով։ Չենք ուզում ուկրաինական տարբերակը, չենք ուզում ժամանակվա Իրաքի, Լիբիայի, Տունիսի, Եգիպտոսի մի շարք նախագահական, կիսանախագահական երկրներ, որոնք ցնցումներով են անցել ու լուրջ կորուստներ են ունեցել, լուրջ հետ են մնացել իրենց զարգացման, ժողովրդավարացման, իրենց տնտեսական աճի, հասարակական ինստիտուտների կայացման։ Մենք դա չենք ուզում։ Մեր ապագան մենք չենք տեսնում իրար հետ պատերազմելու մեջ։ Մենք տեսնում ենք ձեռքի բռնելով, փորձենք համատեղ որոշումներ գալ։ Դժվար է լինել։ Բան չունեմ ասել, բայց մենք հուսով ենք։ Շնորհակալ եմ։ Հա, ինձ արդեն հուշում եմ, որ ժամանակը ավարտվում է, բայց եթե ես փակման խոսք պետք է ունենայի, ես ձեզ եմ տալիս, պարոն Շուշանյան, խնդրում եմ շատ քարջ։ Ըստ ինձ ու լիքը խելացի մարդկանց, ում հետ ես շրջապատում շփվել եմ, դրանք կլինեն մտավորականներ, կլինեն դասախոսներ, կլինեն, չգիտեմ, գրողներ, հրապարակախոսներ, ազատամարտիկներ, շատերի հետ խոսալու ընթացքում ես տարիքով ճիշտ է բոլորից հետ գրեթե փոքր եմ, բայց եկել եմ մի եզրակացության, որ պարլամենտական կառավարման գնում է այն երկիրը, որը ունի կայուն ժողովրդավարություն եւ ստեղծված ու կայուն կուսակցություններ։ Խնդրում եմ հիմա ինձ մատնացույց անեք կայացած կուսակցությունների, ես հարցս ռետորական է։ Կամ մտածելու տեղիք թող տա։ Թող ինձ մատնացույց անեն կայացած կուսակցությունների, ովքեր կանցնեն պարլամենտական կառավարման եւ ցույց տվեք որտեղ է մեզ մոտ Հայաստանում ժողովրդավարությունը։ Ավարտում ենք Տիկին Ապագայի փաստաթուղթ է, դուք էլ ապագան եք, ես հորդորում եմ ձեզ, որպեսզի մեր ապագայի համար քվեարկենք։ Սա փոփոխություն է, սա լուրջ հնարավորություն է։ Այլու մեջ դարի ինչ եք ասելու։ Ընտի, վերջապես Հարգելի մասնակիցներ, սա Արմավիրի մարզն է, ապագա համայնքն է, մենք շարժվում ենք առաջ, ես ժամանակ բացարձակ չունեմ նույնիսկ փակման խոսքի, առայժմ